ես ոնց հասկացա մեր ժողովուրդը սիրում է լսել։ Մեր ժողովուրդը չի ուզում կարդալ, չի ուզում հետաքրքրվել, չի ուզում ինչ որ մի պետական, ինչ որ կառավարության, ինչ որ մի սայթ բացել, կարդալ նորությունները, ասենք ինչ որ ինֆորմացիա լսում, չի ուզում մտնի փնտրի այդ նորությունը ճշտի, որպեսզի հասկանա իրեն խաբել են նենգաբար, թե իրողությունն են այդ նորությունը տվել, հա, ճշմարտությունն են տվել։ Մեր ժողովուրդը չի սիրում։ Դե ինչ ունենք, այդ ունենք, դրա համար մենք մտնելու ենք, այսպես խոսելու ենք, որովհետև միջև հիմա կան տականքներ, որ ասում են 5000 զոհ, 5000 երեխու գլուխ տարավ կերավ, բայց այդ նույն տականքին, երբ որ ես հարց եմ տալիս, ինչ է իր առաջարկում, մենք չգնայինք մեր արցախցիներին, մեր հայերին այնտեղ փրկեինք, չգնայինք իրանց համար կռվեինք, չկա, մտնում է բան են ինդյուկի նման գլուխը չեմ մանում կողում ում հետևը, տեղյակ չեմ, ասենք են ջայլամի նման սենց գլուխը կողումա չեմ մանում ուր, հարց եմ տալիս, արդյոք մենք պետք է նստեինք, նայեինք, թե ոնց էր հարցակվել Արցախի վրա, ոնց էր այդ ժողովրդին կոտորում, մենք սուս ու փուս պետք է նստեինք, նայեինք, տենց հա դուրս գալիս, եթե տենց չի, մենք պետք է գնայինք իրոք փրկեինք, մենք պետք է վազեինք ամեն ինչ անեինք, որ փրկեինք, եթե դու գնում ես նման գործողության, եթե դու գնում ես պատերազմ, հարց է ծագում երկրորդ հարցը, տորթ ու մեղրերն են դե բաժանում, հա, այդ որ մի պատերազմում զոհեր չեն լինում, ասենք դու հասկանում ես մարդ ինչքան տխմար պետք է լինի, այս խոսրույթը տարածի, որ տարավ 5000 տղու գլուխ կերավ, հերիք չի որ թվերը չափազանցնում են, որտեվ այս բոսյակները չգիտես խի վարված են, որ 5000 չի, շատ ծանր են տանում, որ 5000 չի, էդի հերիք չի, հələ մի բան էլ ասում են տարավ գլուխները կերավ, նախ առաջինը, ես խոսեմ իմ տեղը, իմ եղբայրները ինքնուրույն են գնացել, ինքնուրույն, ինքնակամ, որպեսի պաշտպանեն արցախցիներին, բայց ցավը այն է, որ էդի արցախցին է ասում, Արսեն ջան, Կյարաբաղսկին է էդի ասում, հասկանում ես, կանգնում է երեսիս, այսենց են անաղուհաց քրդի շամպես, այսենց որնում է, ու ինձ նման բան է ասում, ասենք չգիտես այդ պահին մերնելդ գալիս է, հասկանում ես, թե ում համար է քո աղբերը գնաց է կռիվ տվել, այ նման տականքի համար, որ հելնում նման բաներ է անում, հասկանում ես։ Բամերի ջան, բանը, որ այդքանը սարքում են, այդ դպրոց, մանկապարտեզ եւ այլը, դե միանշանակ իրազեկում ենք ժողովրդին, տեղեկացնում ենք ինչ աշխատանք է կատարվում, դրան գրում են, սարքում են, որ հանձնեն Թուրքին։ Ասում եմ, մեր տեսակ սարքան ու հանձնեցին Թուրքին։ Ասում եմ, լսի, ով է սարքել ձեր հայ ժողովրդի իրավաճառած հարկերի միջոցով, հաստատ դուք չեք սարքել։ Սփյուռքի միջոցներով է սարքվել, համայնքական հիմնադրամով է սարքվել, մեր սփյուռքահայերի գումարներով, ու մեկ էլ հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով հարկ է վճարել Հայաստանի Հանրապետության բյուջե։ Այդ բյուջեից տարեկան փողը հատկացվել Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հիմա այդ ծրագրի 10%-ն են արել, 90%-ը լավ է, թե 20 են արել, դա ուրիշ խնդիր է։ Բայց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը Ղարաբաղը սարքեց, ու ինչ տեղի ունեցավ, ասում են բանը հանձնեց, ասում եմ լսի, ով հանձնեց, Նիկոլա հանձնեց, ասում են ոնց հանձնեց, Լեռնային Ղարաբաղի լուծարման կապիտուլյացիայի փաստաթուղթը ով է ստորագրել, Շահրամանյանը, բայց ոնց Նիկոլա հանձնեց, Նիկոլա ասում էր, ժողովուրդ մնացեք մի հելեք, ժողովուրդ մնացեք մի հելեք, ժողովուրդ Նիկոլա ասում էր, Ղարաբաղի իշխանություն, սաղ կարգավորած է, պետք է եթակ Բուլղարիա, ընդեղ բանակցեք Ադրբեջանի հետ ու Բուլղարիայի միջնորդությամբ, Եվրոպայի միջնորդությամբ, ռուսը չթողեց, լսեցին ռուսին, ռուսը իրանց բան արեց, ինչա վզով արեց, երաշխավորեց, որ մի խոսքով, կուտները տվեց, իրանց էլ հետը հանձնեց Ադրբեջանին, այսօր եկել են, մեր ուրախության վրա, սրանք թաղում են կազմակերպում, ողբ են կապում, այսինքն մենք, մեր աշխատանքը, որը որ կառուցում ենք, ստեղծում ենք, արարում ենք, գեղեցկացնում ենք, որպեսզի մենք ավելի կոմֆորտնի, ավելի հաճելի ապրենք մեր միջավայրում, մեր համայնքում, դրանք էդի սարքում են, բան, կռում են, էլի, ագրավը գիտես, չէ՞, ոնց այն կռում են, Դերվիշ բաբաներ են, էլի։ հա, դերվիշ, ոնց է կախարդ են, էլի, բան անեն, թուղթ ու գիրան են, էլի, ջոգում ես, այդպես մի հատ վիճա։ Բա սարքում են, որ հանձնեն, ասում եմ, դուք որ հանձնել եք, այդ չի նշանակում մենք կհանձնենք։ Հա, էլի։ Մենք եկել ենք, որ ձեզ պաշտպանենք, դուք մեզ թողել եք առաջնագծում, անպաշտպան, ձեր հողը, ձեր գերեզմանը, ձեր տունը, հելել եք թռել եք, ախպեր, եթե դուք ձեր գերեզմանը որպես սուրբ հելել թռել եք, չեք պաշտպանել, այդ ձեր արածը, չեք որպես օրինակ, վատ օրինակ, վերագրում ես, որ մեր հետ էլ այդ նույնը լինելու է, ու մի հատ էլ նենց վստահ են պնդում, Մերի ջան, սրանք լրիվ անուղեղ են, Մերի ջան, լրիվ անուղեղ,
Անուղեղ չեն, միտումնավոր են անում Արսեն ջան։ Հեչ էլ անուղեղ չեն։ Անուղեղ չլնեին լուսի ամոթ քեզ ումի նկատի ունես։ Այդ որ գրում ես ամոթ քեզ, այստեղ 105 մարդ կա։ Հələ մի հատ ներկայացու տեսնեմ էտում ես ամոթանք տալիս։ Ու ինչ պատճառով։ Հենց այնպես չգրես, թե չգիտես բլոկ։ Հավեսները չունեմ։ Վանա, ան ինչա, այդ ցավը տանեմ, եթե ով ա թռել, ում հետ ես լուսի, հելի մի հատ եթեր։ Հելի Հելի, ասում հայտ կցի հելի եթեր։ Հայտ ուղարկի։ Հելի ապացուցեմ, որ թռել Հեմ է։ նստելու ստեղ անընդհատ քո կոմենտը կարտամ, մենակ քո հարցերին պատասխանեմ։ Հել եթեր խոսա։ Եթե չես խոսելու, էլ այլևս չգրես։ Հավես չունես սիկտիր եղիս տեից։ Ուղիղ եմ ասում։ Այս կարող է սոճի լուսինա։ Չեմ անում։ Ես չեմ նստելու ստեղ Դրա ձեր հետ դիմակը ես մի այլ ձև եմ պատռելու, ես ուղղակի հլվորին զսպում եմ։ Պեչի, Արսեն ջան, պեչի, դրա ժամանակն էլ կգա։ Ես պրոստը ուզում եմ սրանք հասկանան, որ իրանք այդքան չկան, որ մենք ժամանակ ծախսենք, իրանց պատասխանենք։ Հենց հիմա ես իրան գցեցի բան։ Թող ծերպիլայի նման լսի։ Համասմա ավիշ չունեմ նիկոլականների հետ, համել եկել աստեղ, չասեմ ինչի քաքի մեջ տոլմա է փաթաթում։ Երևի էդի տեղյակ չի, որ ես իր մասին ավելի շատ գիտեմ իրանից։ Հոշեմ, կոնկրետ, ես ուզում եմ ասեմ, որ սրանք անուղեղ չեն, ժողովուրդ ջան։ Սրանք, որ իրանց դրել են շլանգի տեղ, սրանք, որ դրել են իրանց էշիս տեղ, մի վարկյան, անընդհատ բողոքարկում են եթիմները։ Սրանք, որ Ժորգան, իրանց ակտիվ լայք եք, էլի ցավներ տանեմ, լայք եք, որ չկարենան։ Երեխեք ջան, 127 հոգի եք, բայց 26 հոգի է կիսվել։ Իմ մոտնես տպավորությունն է, որ 26 հոգին մեզ ճիշտ ըմբռնող ժողովուրդն են, մնացածը նրանց կողմից են եկել, որ բողոքարկում են, իրանց բողոքը հասնում է տեղ։ Խնդրում եմ, էլի մաքսիմալ լայք եք։ Եթե չլայքենք, տրանսլյացիան անջատվելու է, մենք էլ փագենք եթանք։ Ուրեմն սրանք միտումնավոր են ամեն ինչ անում։ Սրանք հեչ էլ անուղեղ չեն։ Սրանք ինձանից, քեզանից Արսեն ջան, ամեն ինչից շատ քաչ տեղյակ են, լավ էլ տեղյակ են, լավ էլ հասկանում են։ Այդ մենք ենք մտածել, որ սրանք կարող է ինչ-որ մի բան ճիշտ չեն հասկացել, դեբիլոտ են էլի, տնենք բացատրենք, չէ ախպեր։ Ես արդեն համոզվեցի, որ սրանք լավ էլ միտումնավոր քանդում են երկիրս, սրանք ընդհանրապես խոռոփած ունեն, թե դրոշի, թե պետականության, թե մեր երկրի, թե մեր սահմանների, թե մեր զինվորների, այս ամեն ինչը սրանք միշտ օգտագործել են մենակ մի բանի համար շահարկելու, մարդկանց նուրբ լարերի վրա խաղալու, հասկանում ես, մանիպուլացնելու, թե չէ սրանք խոռոփած ունեն, ասեմ ինչի։ Պատերազմից հետո դեռ այդ արյան հոտը գալիս էր, այս քոնտիները պարում էին ֆրանսիական հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում, այն որ փագել էին 43 օր ոռ էին տալիս, այդ հրապարակում առավոտից իրիկուն քեվ խորոված, ծակվել, ուռել, սրանք խոռոփած ունեն հայրենիքի վրա, հայ ժողովրդի վրա, այդ նույն արցախցիների, նույն ղարաբաղցիների վրա խոռոփած ունեն։ Եթե չունենային, նման քակ չէին ուտի։ Ժողովուրդ ջան, կներեք լեքսիկոնս այսօր բերջ բեթար ալնելու։ Այն մարդիկ, ովքեր հուզվում են իմ լեքսիկոնից, գնացեք քնեք ախպեր, գնացեք սիրալիր եթերներ նայեք, իմ եթերում մի նստեք, որ հանգարց ինձ խորհուրդ չտաք, թե ես ինչ լեքսիկոն օգտագործեմ։ Ուրեմն այս էլ այդ մասով։ Ուրեմն ախպեր ջան, հենց այդ օրվանից իրանք ակնհայտ ցույց են տվել, որ իրանք թքած ունեն հայ ժողովրդի վրա, իրանք հետաքրքրում է մի բան ախպեր, վլաստ։ Всё, վլաստի տակ մտնում է սաղին ճորտա ստրուկ սարքելը, փողերը գրպելը, երկիրը ուտելը, վլաստ ունենալը, այն ասիչ դառնալը, մարդկանց ճնշելը, ում ուզենան խփելը, այս ամեն ինչի համար է, ախպեր, վլաստի համար է, ուրիշ ոչ մի բանի, որպեսի նորից իրենց որտեղ տեսնեն, այնտեղ կզեն մեքենաները, իրենց գարաժներում պինդ պահեն, որ չտենան հանգարց ինչ մեքենա են քշում, որ ձեռներից չտանեն սիրուն կնանոնց, տան մեջ պահեն աշխատանքի, թույլ չտան, որ ինչ որ մեկը հետևից չմոտենա, կնգան, որպեսի գործի ընդունի ոբշեմ ախպեր։ Այս բեսպրիձելը, որ տիրել է ժամանակին։ Կամ մասա, որ շատ շուտ մոռանում է, ինչի, որտեվ աբիժնիկ է ախպեր, ինքը իր աբիժնիկությունից, ինչ էր քնձռոտ բուտկեն քանդել են, այդ աբիժնիկությունից ինքը պատրաստ է հիմա Նիկոլին ամեն ձևի ստով, զրպարտանքով, ամեն ինչով մեղադրի, Նիկոլին չընտրի, ինչա թե ինքը ատամսցի տարեց, ոտերը սուտի նման ոչխարը, ասեմ խի, որտեվ այդ ոչխարը վաղը դառնալու է ռուսի ստրուկը, դառնալու է սրանց ստրուկը ու լուբոյ մամենտ, որ ասեն կզի չկզեց, իրա կնգան են կզսնելու։ Այդ ոչխարները թող այսքան բանը հասկանան, թող հիշեն, ինչ կյանք են ապրել։ Կամ էլ Արսեն ջան,
Իրանք են եղել այդ կզսնողը։ Դրա համար հիմա իրանց ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար իրանց պետք է, որ այս հները նորից գան, իրանք լինեն այդ բանի վրա, լեվելի վրա, հասկանում ես, վայ պրանեմ ձեր լեվելը, այ խդրներ, այ խրտվիլակներ, որ դուք զենքով, ձեր բանդաներով եք ճնշել այս ժողովրդին, ստրկացրել, դուք տղամարդ չեք, դուք տղամարդ չեք, դուք ընդամենը բանդիտներ եք, չընտրլո, անգրագետ, տուֆտեք եք դուք, այլ ոչ թե տղամարդ եք, որ հիմա էլ հելնում եք եթերներում, գլուխ եք գովում, էս ենք անելու, են ենք անելու, չասեմ ինչ կուտես, անող, բանով ենք անել։ Դրանք իրանցից իրականում ոչ մի բան չեն ներկայացնում, Մերի ջան։ Ասենք ամեն մեկը մի 20-30 հատ TikTok-ի բանա այս կեղծեջ է բացել, այս տպավորություն են ուզում թողան, իբրև իրանք շատ են, բայց ոտերը տեր չեն, Մերի ջան, դրանք մեռած են, թաղված չեն։ Դրանք իրանցից ոչ մի հենա տենում ենք էլի։ Միշտ նույն դեմքերը, միշտ նույն մտքերը, հոգնած, աբիժնիկավարի, կեղծ, սուտ, պարզ երևում է ամեն ինչ։ Ասենք որ մի երկու փաստիչ դնում ես դեմները սկսում են վիրավորելը, որովհետև ասելիք չունեն։ Մարդ եթե ասելիք ունենում, իր ասելիքով, իր ճշտով դիմացինին նենց է սուսացնում, լրվցնում, որ այդ դիմացինը իր այդ սուտ մտքի համար միանշանակ էլ ասելիք չունեն, կամ պետքա թողնի գնա, կամ էլ պետք է չբարձրանար, չմտներ այդ թեմայի մեջ։ Բայց դրանք, գիտես ինչ լիրփն են, դրանք գիտես ինչ լաչառն են, որ ասենք իրանք ոնց որ բան ունեն, ֆարսաժ ունեն։ Այս զոմբի ոտի բուտ մատի եղունգի տակի էպիդերմ, սիկտիր եղիստեից։ Էպիդերմն էլ գնա Google արա, Google-ով զբաղվի, իմացի ինչա, ոչ խար։ Դրանք մենակ էտի են, Մերի ջան, դրանց ես երեք մտել էի մի հատ եթեր, որ դրանք էին գրեթե ամբողջությամբ, ու այդ եթերում գիտես ոնց էին հարձակվեն վրա։ Ես դիտմամբ մնացի, ես փորձեցի ճշմարտությունը դնեմ դեմները, ու ես ճշմարտությունը դրեցի դեմները, իրանք հենց այնպես արեցինք, որ իրանք այդ ամբողջ ճշմարտությունը իրանք դրեցին իրանք դեմը, ու իրանք լրվեցին։ Ու բանը հասավ նրան, որ ոմանք հայտարարեցին, որ իրանք քրիստոնյա չեն։ Քրիստոնյա չլինելով մտել են եկեղեցու թեմաների մեջ ու փորձում են սրբապիղծի պաշտպանել, մանկապիղծի պաշտպանել, հասկանում ես, Մերի ջան։ Ասենք այն որ հեսա, ասենք այդ ամեն ինչը իլուր աշխարհ է, էլի։ Ես չէի ուզի, ես իրոք չեմ ուզի, որ բացահայտվի, ամբողջ աշխարհը տեսնի։ Եթե բացահայտվես, ես վստահ եմ դրանք այդ պղծությունը պաշտպանելու են, այդ մանկապղծությունը պաշտպանելու են։ Հələ կներես էլի Արսեն ջան, հələ 1000 անգամ ներողություն։ Դավիթ Օղլի, ուշադիր լսի, այ բհուկ, այ տխմար։ Եթե դու գրում ես Փաշօղլու, ուրեմն դու Հայաստան չունես։ Ուրեմն դու Թուրքիայի վաստակ ես, հասկացար։ Սիկտիր ես տեից։ Զանգեզուրը չէ, առաջինը մորդ ենք տալու։ Գնաս տեից, դավայ։ Ես այսօրվանից էլ հանդուրժող չեմ լինելու նման տահասների, նման միտումնավոր վհուկների նկատմամբ։ Չեմ լինելու։ Ձեր պիլայի նման այսպես նստելու եք, եթերս լսեք, վառվեք, մղկտակ, սիկտիր ելնեք։ Որովհետև դուք մարդկային լեզուն չհասկացաք։ Երբ որ ձեզ մարդու տեղ էին դնում, հրավիրում էին եթերներ, ձեր հետ նորմալ խոսում էին, ձեր հարցերին փորձում էին պատասխանել, փորձում էին ձեզ բացատրել, բայց հետո պարզվեց, որ դուք միտումնավոր, ձեզ դրել եք շլանգի ստեղ, կամ էլ չասեմ ինչի ստեղ, արդեն գուշակեք, խտարովա։ Այ խեի գլոխներ, դե արու մի ասա։ Ձեզնից մի քակ չեք ներկայացնում, մի հատ կրասովկա ձեզ չեք կարում առնեք, վաղը չգիտեք ձեր կնիկը ում շալակը կհելնի, եկել եք երկրի հարցերն եք լուծում։ Այ վհուկներ։ Ամեն մեկի կենսագրությունը վերցնում ես, առանց արցունքի չես կարում նայես, եկել եք ստե բարոյականից եք ոռնում։ Սրբապիղծ քանային դնում եք, արդարացնում եք, այն անմեղ մարդուն հուդա եք գրում այ ոչխարներ։ Ու դուք ուզում եք, որ թուրքը ձեզ բանի տեղ դնի, բարիս բուն իմաստով, բան հասկացողությունը, գիտեք, չէ, ուզում եք թուրքը ձեզ բանի տեղ դնի, եթե դուք բանել չկաք, արա, այ անլվաներ, գալիս են Փաշօղլի են ասում, ենքան անուղեղա, ուղեղի տեղը սպերմատազոիդ ալացրած էլի, որ ասում է Փաշօղլի, մոռանալով, որ իր պետությունը ներկայացնող մարդու մասին է խոսում, ինչքան էլ չսիրես, մի սիրի, ես այդքան ժամանակ Ռուսաստանում ապրել եմ, ատել եմ Սերժին ու Քոչին, Քոչի պատճառով քոչել ենք մեր երկրից, Սերժի պատճառով ամաչել եմ ուրիշ երկրներում, մի անգամ մի թթու բառ թուրքի մոտ ես նման բան չեմ ասել, թուրքի հետ կռիվ եմ տվել YouTube-ում, երբեք ես իմ երկրի ղեկավարին չեմ նվաստացել, այ ոչխարներ, որտեղ ինքնասիրություն ունեմ, ի տարբերություն ձեր նման անուղեղների։ Նիկոլ Դավաճան։ Դավաճանը հերնում մերը տավ, всё սուպեր։ Այ գնա Ռուսաստան, всё սուպերը տրծրա։ Այ տրան։
Դավաճանը դու ես որ սիկտիր ես եղել հայերեն գրել էլ չգիտես։ Սիկտիր չիներ։ Սրանց նայի։ Եկել են քանդրբազ են թռնան։ Ոչխարներ։ Եկել են հայերեն գրել չգիտեն, մեզրոb մաշտոցի կռիվ են տալիս։ Մեզրոb մաշտոցի։ Առավոտի ծիրիկուն Թուրքի հետ արեկտուր են անում, բիզնես են անում, Թուրքի ռեստորաններում քաշ են գալիս են հային ասում են, «Օ, Թուրքի տակ ես պարկելու»։ Խայ քաղաքական պոռնիկներ, մենակ պարկել գիտեք։ Ջան։ Մենակ պարկելուց են խոսում, Արսեն ջան։ Հա, իրանցը մենակ է տա, Մերի ջան, իրանք այդ մի բանը գիտեն։ Ունեցել չի որ լավ անում են։ Բարևներս հարազատներ ջան։ Հազար բարի։ Բոլորին բարևներս, կյանքում մի չղայնացի ես, սրանց մակարդակը, սրանց լեվելը ես քանա։ Արդեն դավադի տարի։ Հա, մեկ էլ մի հատ հարց եմ ուզում էլի բոլորին տալ։ Այդ որ այդ սրբապիղծին դες դրած պաշտպանում են, այդ որ տենց վայ յարա փախ բանտարկյալներ են, մի հատ հարցիս պատասխանեք։ 44 օրյա դաժան պատերազմ ունեցանք։ Մի հատ այդ ձեր սրբապիղծը, հա, այդ в общем, մի օր զանգեր հնչեցրեց, հա, մի օր զանգերը հնչեցրելա, ցույց տվեց։ Ասեմ ինչ կերավ։ Հա, մի օր, եթե զանգա հնչեցրել, ես ներողություն կխնդրեմ։ Մերի Արամին կբարձրացնես վերև, էլի որ հանկարծ ուզենա բարձրան։ Okay։ Ես պրոստը գիտես ինչն է ինձ սպանում ամենաշատը Սուսան ջան։ Որ սրանք հելնում են, ասենք, եթերներ կամ մեկնաբանություններ են գրում։ Հենց հիմա որ գրում է Նիկոլե Դավաճյանը, ասենք ռուսատառա գրում։ Ինքը վստահ եմ Ռուսաստանի ինչ որ սվտվկարում էլ քարշա գալիս մի հատ ռուս պուտանկայի հետ ապրում է ստիպված։ Ինքն էլ չընթրլոս, հենց ճմրթած, ինչ որ մի տատու հետ ապրում է պարկում տակը, որ լիժ բտան բարշ չտա։ Ախր ես այս քոնտիներին, այն որ ասում 10 մատից չափ գիտեմ, հասկանում ես, թե Ռուսաստաններում ինչով է զբաղված, այս ստրուկները, այս, չգիտեմ, այս փլուշտները արա։ Ու այս խդերները գալիս են իմ էջ ուզում են ցույց տան թե այլի Նիկոլա Դավաճյանը հերնումերը տեն որ քո նման տխմարին ծնել են вообще։ Հետո ասում են Նիկոլական, արա Նիկոլա тут ни при чем вообще։ Ես ուզում եմ ձեր ուղեղի մակարդակը մի հատ ջոգեմ էլի, ինչքան ցածր է, անհույս կույսա թե ոնց է։ Ախր բոլորիդ մեկը այդքան փող չեն տալի, որ դուք էշ գնում նստում եք այդ եթերներում։ Լսում եք, ախր սաղիդ որ ասեմ փող են տալի, չեմ էլ հավատա որ սաղիդ փող են տալու, այսքան ժամանակ ոչ մեկին չեմ մեղադրել, չեմ ասել փողով խոսացող են, չեմ ասել ախպեր, մտածել եմ լավ կարող է ինչ-որ մի բան սխալ է հասկացել, իսկ հիմա բառերից բուն իմաստով համոզված եմ սաղդ միտումնավոր տնաքանդ եք, սաղդ միտումնավոր պետականաքանդ աշխատանքով եք բանը զբաղված, ձեզ դրել եք ինչ մի մեծ տանձի տեղ, ձեզ դրել եք եսի միջ կռուտոյների տեղ, թուրքի դուրը քացով խփող բացողների տեղ, այ խիարներ, բա խի չէիք բացում միջև հիմա, հը? Խի չէիք բացում, կամ որ ասում եք տարավ գլուխները կերավ, այ հոգեկան հիվանդներ, բա չգնայինք, չփորձեինք անգամ փրկել այդ ազգին, չփորձեինք անգամ այդ հողերը փրկեինք, հա? Հը? Հա, այդ բհուկներ, այդ ծայրիկներ, այն Ռուսաստաններում վերընկած են ուլիկա, դոն պիպոյ այն տանձի գլոխա, սաղդ որ այդպես ճղրտվում, պատառոտվում եք այդ Ռուսաստաններում, այդ չընթրլոներ, որ հելնում եք ասում եք այս սփյուրքը ոչխարա, որ նստեն նայումա թե մեր եկեղեցին ոնց են պղծում, արա հելեք, ում ես ասում հելեք, այ ձիգզող, բա դու խիչ ես հելնում գալի, էդ ում ես ասում հելեք, այս հայվաններն էլ ասում են, ես հանուն հայրենիքի կեթամ կծխեմ, կտրակացնեմ, հետո էլ մի հատ գլխին բանվում են, որն էլ ղազուխ են կողում, իրան էլ բերդը, էշիս նման հետում ընդե վեր են գնում, ու ոքր չի գալի իրա հետևից։ Ումով են ասում, այսինքն TikTok-ում նստում են եթերների ասում են, մինչև Վան հասնում են, ասենք ոնց են հասնում Վան, մի հատ ինձ հետաքրքիր է էդի, կամ այդ որ եթե ձեզ մի հատ adekvat հարց ենք տալի, կամ ձեզ հակադարձում ենք, ձեզ փաստերով ներկայացնում ենք, մեկ էլ գրում թրկածին, թրքի տակ պարկող, չգիտեմ ինչ, դուք հիվանդ եք։ Իրանց մամաները թրկածին են, իրանց մամաները թրքի տակ ամեն օր տարբեր թրքի տակ պարկող են, մտածում են դիմացինն էլ ատենց։ Գալիս է, տարական բան եմ ասում, գալիս է, էշիս նման, սենց իբր կուլտուրնի կնիկ է, էլի, երեխեները ձերը, գալիս անենց անասուն հարցա գրում, որ չգիտես, որ ձերով էլի մի հատ սիլլատաս, գրում է, քեզ քանի կոպեկ են տվել, որ սենց ամեն օր հելնես խոսած։ Մերի ջան, զատո իրանք իրանց էֆիրները բացում են ու սկսում են,
Իրանք հայրենասեր են, տալիս իրանք են։ հայրենասիրությունից դրթված են ելնում։ Հա, բոլորին ֆինանսավորում են, չգիտես ինչի քեզ, Արսենին, այն մեկին ֆինանսավորում են, իրանք հետ են մնաց այդ ֆինանսավորումից։ Եկեք մերին, ով որ ֆինանսավորում է, եկեք այդ ֆինանսը, ասենք փոխացեն ձեզ։ Սկի տանձի պոչ չեք ունենա, այ դեբիլախտներ։ Եթե ինձ փոխանցածները փոխանցեն իրանք կսննկանան։ Վստահ եմ, այն ամեն ինչ որ տեղի ունենում, դա կազմակերպված բանդա է, ու այդ կազմակերպված բանդան զբաղված է Հայաստանի անկախությունը ոչնչացնելու գործով։ Ու իրանք այս դեբիլ հայտարարություններով, հակապետական, հակաիշխանական, հակահայկական հայտարարություններով Հայաստանում, իրանք հույսը գիտես որն է, Հայաստանում մի հատ բան լինի, անուղեղ Նայիրի Հունանյանն լինի, տես մի հատ բան էլի Հա, կիսա սա տեղը գնա մի գործ ան, իրանք են նստեն նայեն։ Գիտես, դրանք terroristներ ծնող անսուրբ սրբապիղծ ակակներ են։ Դրանց արածը իրականում շատ վտանգավոր է, պետք չի անլուրջ մոտենալ։ Իրանք անլուրջ են, իրանք ուղղորդված են անում չհասկանալով ինչ են անում, բայց իրանց արածները հետևանքներ ունենում այնքանով, որ լիքը դեբիլներ տրվում են իրանց ստերին, սկսում են որոշակի բաներ պլանավորել, հետո բռնվում են, բամփվում են, ու այդ մեն մատերները դնում են բերանները, լավագույն դեպքում մատերները, էլի, դնում են բերանները, ու նստում են 4 պատի մեջ, սկսում են հոնգուր լացելը, թե մենք էդ ինչ քակ կերանք, հազար կներեք ժողովուրդ ջան։ Արսեն ջան, դու շատ լավ գիտես իմ հնարավորությունները։ Իմ ու քո հնարավորությունները։ Քանի անգամ ես տեսել ստեղ TikTok-ում։ Ինչքան չընտրլո փլուշ կա, հելնում հայհոյում է, հելնում ինչ ահաբեկչական բառեր ասում արտահայտություններ, կոչեր, ինչ որ բաներ ա ուզում կազմակերպի։ Այսքան ժամանակ տեսել ես արտահայտություն անեմ, ձեզ քիչ ա մնացել։ Այսքան ժամանակ տեսել ես նման արտահայտություն անեմ։ Ախր այդ Արսենի կողմից, ժողովուրդը գրեք։ Արսենի կողմից կամ Մերի Տոմոյանի կողմից։ Այսքան ժամանակ լսել եք, որ ես արտահայտվեմ կամ Արսենը ասի, որ ձեզ քիչ ա մնացել։ Լսել եք այտենց բան։ Բնականաբար ոչ։ Մերի Արամին բարձրացրու։ Արսենի պահվածքից ու համբերությունից ու մակարդակից թող մի քանի տղամարդ ունենային ավել մեր երկրում։ Ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Բարի գույն ժողովուրդ։ Հազար Վայ բան։ Արամ ջան, երեկվա մարտերից հետո ոնց։ Ժողովուրդ մի հատիկ ախպեր ես մարտերի մեջ չեմ եղել, ու ես ոնց ելնում եմ միշտ տենց եմ մնում ասում։ Ընձ իմանում եք ինչա պետք ժողովուրդ, ընձի պետք է հակապետական պրոպագանդայի վերաբերվող վիդեո փաստեր, որը տունի։ Ու կապ չունի ում կողմից է։ Ում կողմից որ կա։ Ընձի այդքանը պետք է։ Ես արդեն այն որ նատուրի 5 տարի այս TikTok-ի մեջ եմ։ Այն որ արդեն դավադիտ եմ եղել լիքը մարդու նման այս ամեն ինչից։ Ինձ պետք է աբասնովնի դնեմ մարդկանց իրանց խոսքերի հիման վրա, իրանց գնահատականը տամ ու թողամ հանրության դատին, ասեմ ժողովուրդ ինքներդ մտածեք, այդ մարդու այդ արժե տված վեկալած, թե չարժե տված վեկալած։ Հերիքա, երեխեք, հերիքա։ Միտեղ նրան են քլնգում, մի ուրիշտեղ նրան են քլնգում, այնի ֆռը նրա վրա է այֆիր բացում, էսի ֆռը նրա վրա է այֆիր բացում, ախպեր դավադիտ չեք եղել այդ թեմայի մեջից։ Եկեք, դնենք, ով ինչի մասին ինչքան խոսացել է, ինչքանով է վերլուծենք այդ զրույցները, ինչքանով կարա ատելություն սերմանի հայ հասարակության մեջ, ինչքանով կարա հային հայի դեմ լարի, ինչքանով կարա պետությանը վնաս տա։ Եկեք այդ սա աղապացույցներով հելնենք, խոսանք։ Ոչ թե մարդիկ սենց են խոսում, մենք սենց ենք խոսում, մարդիկ ախպեր ինձ ցույց տուր տենամ այդ մարդիկ ինչ են խոսում, էլի։ Ես ուզում եմ իմանալ։ Համաձայն եմ, ու ես առաջարկում եմ Խելքը գլխին սաստավ հավաքվենք, ժողովուրդ կապ չունի, ես ում եմ պահում, են մեկ ումա պահում, են մեկ ումա պահում։ Ես ասել եմ քաղաքականության մեջ ինձ հարիր տեխնացու ես չեմ տենում։ Բայց ես даже սենց եմ ասում, я не слепой, чтобы видеть что-то хорошее и на это закрыть глаза։ Ջոգակ, ես չեմ կարա լավը տենամ ու լալ կվեմ կամ այդ լավը վատ մատուցեմ։ Okay, Ախպեր ես դավադիտ եմ եղել, ես նատուրի եմ ասում։ Ես առաջարկ ունեմ, խումբ ձևավորվի, խումբը TikTok-ում մոնիտորինգ իրականացնի, մոնիտորինգի ընթացքում իրականացնի զապիսներ, ձայնագրություններ, Էկրանի զապիս։ էկրանի զապիս, հա, թե ինչ են խոսում մարդիկ, իրանց խոսացածը ինչ հետևանք կարա ունենա ընդհանուր հանրային ընկալումների վրա ու ինչով է դա վտանգավոր կամ ոչ վտանգավոր։ Ես առաջարկում եմ այդ խումբը ձևավորվի մոնիտորինգի խումբ, ու այդ մոնիտորինգի խումբը ակտիվ լուսաբանի այն ամենը, ինչը որ
ու պարսավանքի ենթարկվեն այն մարդիկ հանրային պարսավանքի, ովքեր որ հակապետական հայտարարություններ կանեն կամ մեր պետության շահերին հակասող ներքին նույնիսկ խառնակցություն եւ այլ եւ այլ։ Ես էլ իրավաբանական գնահատականը կտամ ու խոդի կտամ այդ բոլոր գործողությունները, ունենալով բոլոր այդ գործիքները ձեռքից տակ։ Ոչ մեկ թող չկասկածի, որ այսօրվանից էշեշ կոչեր անելուց հետո հանգիստ քնելու է։ Ոչ մեկի մտքով դա չանցնի։ Համի Մերի ջան, քեզ կոնկրետ մի հատ հարց ունեմ։ Ասում ես մարդիկ հելել են ասել են ձեզի քիչ է մնացել։ Ումա քիչ մնացել, ինչ հարցով է մնացել։ Ինձ ուղղակի էդի շատ հետաքրքրավ, թե կարելի է համառոտ այդ ինձ ասա, էլի, ով ասե, ինչ ասե, խի ասե։ Նախ առաջինը կան տխմարներ, որոնք հենց հիմա Telegram-յան չաթերում գրառումներ են անում, հարցեր են տալիս իրաց տղամարդկանց, իրաց ոչխարներին։ Ես չեմ հասկանում ինչով եք զբաղված, գտեք դրան մի հատ լավ ծեծեք այն բանը բուրը տվեք։ Այդ ում մասին։ Իմ մասին։ Մերի, անգամ զապիսն ունենք։ Ես սկրինշոթերն էլ ունեմ այդ։ Բայց նոր ֆակտերից եմ խոսում, երեխեք, բայց այդքան ասում եք ֆակտերով, Ասասին ջան, լսի, ցավական եմ։ Ինձ հանրային պարսավանքը չի հետաքրքրում, ախպեր։ Ես գիտեմ իմ հանրությունը նմանների մասին ինչա մտածում։ Հստակ գիտեմ, ախպեր, ես իմ լսարանում ես տեսնում եմ, էլի, ես որ դնում եմ նյութերը տեսնում եմ ժողովուրդը, ոնց է արդեն դավադի տեղ է սրանց ձեռը։ Հետի Մերի ջիգար, դու կարող ես 1000 հատ ֆակտ ունենաս իմանաս, ես 2 հատ ֆակտ ունենամ, ինձ 988-ն է հետաքրքիր։ Ինձ ուրիշ բան Մացա է։ ես չեմ ասում։ Հա։ Լսում ես, ես ուզում եմ խոդի տամ լսիվ իմ ուժերը, ախպեր, որովհետև ես մի անգամ զգուշացեցի այս ամբարոյականների զավակներին, որ ինձ հայհոյանքներ չգրեն, ինձ չզրպարտեն, ինձ իզուր նման թեմաներով չգան իմ դաշտ, որովհետև ես իմ գործիքները երբեք իրանց դեմ չեմ օգտագործել։ Այսօրվանից ես սկսելու եմ օգտագործել, որը հասկացա, որ արդ երկրում է վերընկած, ստեղ գործը բացվելու է իր վրա, ոտը երբ դնի Հայաստանի Հանրապետությունը այդ օրը կզելու է։ Ու ոչ մեկ թող չկասկածի։ Իսկ ով որ Հայաստանի Հանրապետությունը վերընկած, առավել եւս որ եկել աստե ու իմ հարկերից լափում է, ինքը առավել եւս շատ արագ կհայտնվի համապատասխան տեղ։ Կլինի Ղարաբաղցի, կլինի Լեննականցի, կլինի չգիտեմ որ մասից, ինչ չի ուզում։ Ծաղին դնելու եմ Ես քեզ լսամ։ Հիմա նայեք, ես սենց ասեմ, էլի, ես երեք չեմ հայտնվել այս հարթակում։ Ես այդ հակասություններից բազմիցս ականատես եմ եղել տարբեր թեմաներով քաղաքական հայացքների վերաբերյալ։ Ինձ կոնկրետ պետք է իմանում ես ինչ։ Ինձ կոնկրետ պետք է ազնական վիրավորանք հասցնել մարդուն զուտ այն պատճառով, որ այդ մարդը այդ մարդկանց քաղաքական հայացքները չի կիսում։ Այ դա ինձ պետք։ Հիմա ինչ անեմ, ասասին ջան, ամեն օր սկրինշոթեր բերեմ։ Չեմ ասում ամեն օր բեր 2 հատ էլ լինի, 3 հատ էլ լինի, ու ժողովրդին էլ եմ խնդրում, էլի, ովքեր որ ունեն նմանատիպ ինֆորմացիաներ, ժողովուրդ ջան, եկեք հավաքվենք, իրոք մենք մեր հարցերին լուծում տանք։ Ով որ ընդունելի է այս հարթակը, ընդունենք, ով որ իզգոյանելու է, իզգոյանենք, ախպեր։ Հաճելի չի ժողովուրդ, հայ աղջիկը հել նման մեկը մեկին խլեշ անում, ախպեր, այդ իշքանով է ճիշտ։ Էդի հայ պահվածք է ժողովուրդ։ Չես կարա վերադաստիարակես իրանց։ Մերի ջան, ես չեմ վերադաստիարակում, ես ասում եմ տենանք ընդունելին որ նա, չընդունելին որ նա, ընդունողին ընդունենք, չընդունողին իզգոյանենք։ Ես ցանկություն չունեմ ոչ մեկի դաստիարակությամբ զբաղվելու։ Իմ ցանկությունը մեկն է, հանրության դատին ներկայացնել, թե ով իրան ոնց է պահում։ Էդ է ինձ պետք։ Ինձ պետք է որ մարդիկ հասկանան, փաստացի համոզվեն, թե ով ինչա անում вообще այս հարթակում։ Ում քայլն է պետականամետ, ում քայլն է հակապետական։ Ինձ այդ է հետաքրքիր, որ այդ ամեն ինչը ես հանրամատչելի կերպով ներկայացնեմ հայ հասարակությանը։ Կարծում որ դու մտածում ես Արամ ջան, որ իրանք այնքան ինքնասիրություն ունեն, որ քո առաջարկած տարբերակով գործելը ազդեցություն ունենալու իրանց հանրային գործունեությանը։ Ոչ մի Ես գիտես ոնց եմ մտածում, Արսեն ջան, ես մտածում եմ, նայ, ես եկել եմ Մերի էֆիր։ Մերի ջան, դա ուղղակի ուբրազնի եմ ասում։ Ես եկել եմ Մերի էֆիր, տենում եմ Մերին իր էֆիրների մեջ հակապետական խոսակցություն է տանում, например, սենց ասեմ։ Ու անձի մեկ ուրիշը բերեմ մի հատ ֆակտ, ապացուցում է, որ Մերին հակապետական էֆիր է տանում, ու ես էդի տենում եմ, լսում եմ, ինչ որտեղ կարող է դաժե համաձայնել լինեմ։ Հիմա ինձ պետք է այդ փաստերը, որ ինձ ապացուցեն, որ Մերին հակապետական էֆիր է անում, որ Մերին իր խոսքի մեջ ազգի միջև հանում է ժողովրդին իրար դեմ, պարակտումով զբաղված։ Ու էդի թողամ այն մարդկանց, ով որ ինձ նման Մերին լսում է։ Ասեմ ժողովուրդ արժե Մերին լսած այսքան փաստից հետո, թե չարժե։
Արամ, ես հասկանում եմ ինչ ես ասում, ախպերս։ Եթե նույնիսկ դուետի անես, մերին լսողը մերին լսելու է, իրանց լսողն էլ իրանց է լսելու, ցավը տանը։ Նայ, հիմա այն ձևը ամեն ինչը ակնհայտ։ Իրոք լիարժեք լյուստրացիա եղած վիճակ է, շատ པարզ երևում է։ Լիարժեք չի, չէ։ Ես քո հետ այդքան էլ համաձայն չեմ։ Տեղեր կա լյուստրացիա։ Ասեմ, ես դրանով չեմ զբաղվելու, ախպեր։ Ասեմ քեզ, հենց հիմա եթեր եմ մտել, ինչ որ մի կարևոր գործի հաշվին, ախպեր։ Որովհետև իրոք ես այդ ժամանակը չունեմ, նստեմ ստե եթերները լսեմ, թե ամեն մեկը ինչ աստ է հաչում, էշ դուս տալի, զապիս անեմ, հետո էլ դնենք մոնիտորինգ անենք, հետո էլ դնենք հանրության բանին։ Անուն ինչա, քննադատության։ Ես դրա ժամանակը չունեմ։ Ես տեղ 100,000 անգամ տավարի ցավերին զգուշացրեցի։ Մի ստիպեք, որ ես պլոտնի կպնեմ ձեզ։ Հիմա տես, դու ասում ես տավարի ցավերին, չէ։ Հա։ Հիմա դու ասում ես տավարի ցավերին։ Մեր ջան, ես ինչքանով համազված եմ, որ այդ մարդը տավարի ցավ է։ Եթե Իմացել է, տավարի էդ է։ ցավը գալիս է, եթե տավարի ցավը գալիս է, իմ նյութը դրած է հենց հիմա, բաց իմեջին։ Բաց։ Ասում եմ, պղծին սատարողը պիղծ է։ Գող ավազակին, հանցավորին, սատարողը գող ավազակ հանցավոր է։ Սխալ բան եմ ասել։ Իհարկե ոչ։ Գալիս է ինձ մեր է քրվում։ Ես իրա մերն էլ, հերն էլ, տո ազգու տակն էլ։ Իմ լսարանն էլ վրեն։ Իհարկե ոչ, եթե ակնհայտ զրույց ես անում, բան որ Եթե ռազումն ոչխարը է, հասկանում է, որ գալու է։ Այդ տավարի ցավը հասկանում է, որ գալու է։ Ինձ մեր քրվի։ Ես դնեմ իրա տունն ու տեղը ամեն ինչ անեմ։ Ինքը էդի գիտակցելով գալիս է։ Բա տավարի ցավ չի, ասասին։ Ու նրա համար, որ դու կայնել ես ասել ես պղծին սատարողը պիղծ է, հանցագործին սատարողը հանցագործ է։ Այո։ Հարց եմ տվել։ Ինչ որ մի լրագրող, որ տենց հարցակվել են Արամի վրա, Տեր Արամի վրա։ Մի հատ հարց տվել է։ Չեմ ճանաչում։ Տեր Արամը ինչ է խախտել։ Ասենք այդ իրա հավատքի, իրա այդ չգիտեմ, այդ Արանի բաները բերեք, ան ինչա։ Այն ոնց է կոչվում։ Այդ մեղքերի շարքը։ Բերեք, ո՞րն է խախտել այդ մարդը, ո՞րն է արել։ Հա, ասենք ո՞րն է խախտել այդ մարդը։ Խախտելա ինչա փոքր երեխուն կնքելուց, այդ յուղի բանը դրելա ավտոմեքենայի երեխու խաղալիքի վրա, դրանով խախտելա լուրջ եք ասում։ Իսկ որ այն քերակնիկը չոնգոլներ լվում, չգիտեմ ինչի համար։ Էդի նորմալ է, ախպեր։ Ոչ մեկ չի գնում դրանց Ահա դա վերջն է։ Հա, այդ հավատանեմ, ես հարց եմ տալիս։ Էսի նորմալ է, Լրիվ իսկ Արամի հայտարարություն, արածը չէ, չէ։ աննորմալ է, լուրջ եք ասում։ Մերի, բայց ես մի հատ հարց ունեմ։ Համեր սաղին ժողովրդին է, դաժե մեզ հսողներին էլ ներքևին ստաց մարդկանց էլ մի հատ հարց ունեմ։ Ինչն է եղել պատճառը, որ օրինակ մեր հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դեմ սկսած էս ակցիան, հենց նախնական ընտրությունների, այսինքն ընտրությունների շեմից է եղել այդ ամեն ինչը։ Արամ ջան, դա նախ իշխանությունը չի սկսել, դա հենց իրանք են սկսել, իշխան ելել են պետության դեմ, ինչով իրանց կոնկրետ պետության դեմ գործելով։ Լիքը փաստ է, հիմա եթե փաստ է, հա ջան, Ռսի շահերը պաշտպանելով։ Հայաստանի կաթողիկոսը Ռսի շահը, մերի ջան, որտե՞ղ է պաշտպանել։ Երեխեք, ես անկեղծ տեղյակ չեմ, նատուրի։ Ախպեր հենց դրանով որ պատերազմից հետո ներողություն էլի Տիգրան ջան, պատերազմից հետո ելնում է գնում է Ռուսաստան բանա, անուն ինչա, Կիրիլից բանան, շքանշան աստանում ինչի համար։ Կասկս մի հատ ինձ բացատրի այդ որ լավ գործերի համար աստացի Կիրիլից այդ շքանշանը։ Չի որ իրան շքանշան են շնորհել, չեն մեկնաբանել։ Այս պատերազմից հետո պետք է շնորհեին, ինչի դրանից առաջ չէին շնորհում։ Պատերազմի ժամանակ Չէ, ես ուրիշ հարց եմ տա, Մերի ջան։ Չի եղել ախպեր։ Ոչ Մերի ցանկացած մարդու որ մեդալ են տալի, ցանկացած մարդու որ մեդալ են տալի, ասում են այդ մարդու զասլուգան որտեղ է։ Հիմա մեր կաթողիկոսը եթե ստացել է, չեն մեկնաբանել, բայց եմ հարցնում, չեն մեկնաբանել այդ մարդին ինչի համար է ստացել։ Պրոպագանդիստները մեկնաբանեցին, որ տարածաշրջանում օպերացիա կալցուն շատ լավ ավարտել են։ Չէ, նորից եմ կրկնում։ Չեն կարա մարդու մեդալ տան, մեկ ուրիշը այդ մասին մեկնաբանը, հետի մեկնաբանվում է այդ պահին այդ տեղում։ Ախպեր, լուրջ ես ուզում իմանաս։ Ինձ ընդհանրապես Հա, չի։ լրիվ իմ արև մերի ես վերջի քանի ամիս խախտում եմ իմ աշխատանքով։ Իմ երկիրը արունակաները լնում է տորերին։ Ախպեր, Գարեգին բն լեզուն կողել էր հետևը։ Ասել է Սուսանի ոչ զանգեր խփեց, ոչ ինչ բան չարեց ախպեր։ Դրանից հետո ինքը գնում է Ռուսաստան, մարդու մտքով անցնա որ ես Ոնց երեխեք ես հիշում եմ պատերազմից հետո մեր կաթողիկոսը մեր զոհերի հոգու հանգստության համար պատարակ արել, ոնց չէ։ Եղել է այդպես բան։ հա, բանը ինչա։ Որը սարებ կներես, ախպեր, պետք է գնամ մի հատ։ Մերի, դե արի լավին լավ ասենք, վատին վատ ասենք։ Այ դրա լավը ո՞րն է դրա պարտականությունն է։ Դե կներեք էլի, լավա փողել չի վերցել դրա համար։ Չէ, չես հասկանում միտքը։ Ես նորից եմ ասում, էդ էլ արել, չէ՞ այդ մարդը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Մոսկվա, Իրան, ինչի են։
Արա, Այդ շքանշանը շնորհ է։ լսի, մի հատ ինձ համար էլ էական ինչի համար են շնորհել։ Լավ Մոսկվային լավ ծառայելու։ Լսի ասեմ, ախպեր։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարում է, որ Բելարուսի Իգրան, եթե ուզենաս բարձրանաս, սխմի։ դիվանագիտական հարաբերությունները սարսվում է ու Հայաստանից ոչ մի պաշտոնյա չի գնալու Բելարուսիա եւ այլ լսել ես, տեղյակ ես, վստահ եմ տեղյակ ես։ Հա։ Մի քանի օր հետո կտրիչը, սրբապիղծ կտրիչը հելնում է այդմա Բելարուսիա։ Հելնում է այդմա Բելարուսիա, այնտեղ իրանց ղեկավարության հետ է հանդիպում, այնտեղ ես ինչ հանդիպում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ղեկավարը նման բան է հայտարարում, դու հելնում ես այդ հայտարարությունը, ասենք պետության ներկայացուցիչն է, թիվ 1 ներկայացուցիչն է։ Վրով անցնում ես, այդ ի՞նչ է նշանակում։ Ասեմ, Այդ բրատ, ի՞նչ է, կարամ ի՞նչ է ասեմ։ նշանակում, ի՞նչ է ուզում անի դրանով։ Բրատս կարամ հարցիդ պատասխանեմ։ Հա, ախպերս։ Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության եկեղեցին պետությունից առանձին մարմին է։ Այսինքն պետական թե իշխանության հայտարարությունները վերաբերվել է իշխանությանը եւ իշխանության մեջ աշխատող պետական այրերին, ոչ թե հոգևոր։ Ախպեր, վատը գիտես որն է։ Երբ որ իրանց պետք է, այդ սահմանադրության այդ կետը իրանք բերում են մեջտեղ։ Երբ որ իրանց ձեռք չի տալիս, չեն բերում մեջտեղ ու սկսում են ներքաղաքական կյանքին էլ խառնվել, կուսակցականի դեր ստանձնել, ասենք մայրաթոռում իրանց աջակից քաղաքական ուժի լոգոները խփել բանում մայրաթոռի գրասենյակներում, կոմպյուտերների վրա բան, հետո իրանց որ ձեռա տալիս Հայաստանի իշխանության վրով թռնեն, այդան ինչա մի խոսքով Բելարուսիա որ պետք է չեթային, իրանց ձեռա տալիս իրանց տերտերներին պարտադրեն, ասեն ձեր ծնողներին էլ վեկալեք, հելեք գնացեք Նիկոլի դեմ։ Էդ ինչ խուլիգանություն է, այդ ախպեր էդի եկեղեցին պղծել են դրանք եկեղեցին, դրանք եկեղեցին պղծողներ են։ Ասացին, դու ուրիշ հարցի պատասխանի ախպեր, մենք տեղյակ ենք սահմանադրությունից, որ եկեղեցին առանձին է պետությունից, այսինքն պետությունը իրավունք ունի եկեղեցին։ Բայց այդ նույն եկեղեցին իրավունք ունի քաղաքական հայտարարություններ անի, քաղաքական դաշտ ունի, պետության ղեկավարին զրպարտի իրավունք ունի։ Եկեղեցին երկրի վրա հիմնվել է հոգևոր ծառայություն մատուցելու նպատակով, միայն հոգևոր ծառայություն մատուցելու նպատակով։ Սակայն հայոց պատմության մեջ եղել են իրադարձություններ, որ մեր եկեղեցին խառնվել է մեր պետական հարցերին։ Բարեգուն ձեզ։ Ու մեր եկեղեցին երեխեք եղել է համ մեր ազգապահպանման հարցը ունեցած մեծ ներդրում, համ մեզ խանգարելու հարցը մեծ ներդրում։ Ազգապահպանման հարցը իր մեծ ներդրում եղել է հիմնականը մենք կարկառուն ժամանակաշրջանները ասեմ, Օսմանյան կայսրության ժամանակ եղած դարաշրջաններում, երբ որ Հայաստանը Օսմանների ձեռի տակ էր, իսկ ազգա խանգարման հարցը եղել է, պետականությանը խանգարման հարցը եղել է իր օժանդակությունը, երբ որ իրանք սպանան Պապ Թագավորին։ Երկու օրինակներն էլ ասեմ։ Հա, ինձ սարքեցին ու հետո էլ սպանին։ Հենց իմ հերթը կասեք։ Ախպեր, երբ ուզում ես խոսած, հավը տոնը։ Առաջերտին սաղիդ բարևում եմ, իշկա ոնց եք։ 1000 բարի։ Ինչ ջղայնացած։ Արամ ջան։ Հա, ես լրիվ հասկանում եմ։ Արամ ջան, միացած քեզ հարց տամ։ Գելեք Սարուձոր, ես իմ դե հերո Արամ Պապ Թագավոր, ես իմ Տիգրան մեծ։ Պրամոյ սաղս մեր աշկով տեսանք։ Քերակին դոմփող եկեղեցու մեջ երրորդ Ադերենգերետի խայտարակությունը։ Մի րոպե, թող այս երկու բառով ասեմ։ Քերակին դոմփող, խափինասին իսկուստունի ինտելեկտ, բայց դες բան չկա, ռեալ վիդեո է դա։ Պրամոյ սաղս տեսանք, քերակին դոմփող, սերական կյանքով ապրող arczepiskopos, որը որ պրամոյ։ Բայց չունգուլը լվալու ցույց տվի։ Հա, լրի, լսի, ամենակարևորը։ Այս կամից հետո, եթե արդեն 4-5-րդ օրն է անցնում, ոչ մի բան չի կատարվում։ Դուք այդ ինչ սպասումներ ունեք, որ այդ եկեղեցին, այսպես կոչված, միակ մեր եկեղեցու հետ կապ չունեն։ Պետք է ինքնամաքրվի։ Երբ որ Նիկոլը, դու գիտես իմ պոզիցիան, ես Նիկոլը հետ вообще կապ չունեմ։ Երբ որ Նիկոլը հելավ մայիս ամսին հելավ ասեց, քերակին դոմփողներ հերո մնացեք սրբազանների մասին, այն ժամանակ սարքեցին մուտիլովշիկ, ասին խափում է այս կոմենկոմ։ Դե մենք էլ չենք հավատում, ասում ենք իշո մի տեմ այդ գիրքա կարդացել էլ է խոսում է։ Հետո 5 ամիս հետո սլիվը կազմակերպում են Telegram-ով, դե պարզայտի Նիկոլական խմբակն է կազմակերպի, հիմա կապ չունի դա։ Մենք մեր աշկով Ես քեզ կապացուցեմ հակառակը։ Դա մի րոպե, հիմա սպասի, մենք այտենց ենք, ես իմ կարծիքը հեսա կասեմ, դուք հետո ուրիշ ապացեք։ Մենք հիմա տեն մենք մեր աշկի առաջ, որ այդ անձնավորությունը քերակնոջ հետ կայֆավատի մեջ է։ Դա չի մտնում ոչ մի նորմալ հայ տղամարդու մենտալիտետի, պանյատյաների մեջ, sense ասեմ, փողոցային ժարգոնով, ու նամանավանդ եկեղեցու կանոնադրությամբ։ Ու այս անձնավորությունը ոչ հելնում է իր պաշտոնից, ընդհակառակը շարունակում են գազ տալ, ավելի երկար խոսալ, դուք չգիտեք այս կոմենկոմ, sense բաների մասին է։ Հիմա դուք որ այտենց կողքից ասում եք ինքնամաքրվան գործունեությունը պետք է եկեղեցին անի այս կոմենկոմ։ Ախպեր չեն անում։ Քերակին դոմփողն էլ դաժե արդեն 4-ից օրը ավել նստած, շարունակում է լինել դիվանապետը հայ առաքելական եկեղեցում։ Հետո կհելնեք կբողոքեք, կասեք Հայաստանում աղանդավորները շատացել են։ Բա ինչ կանեն։
Բավարարս բաներ են տնում, բա ինչ կանեն։ Լը պատկերացնեք ինչ կան Աղանդավորները պրոմա։ որ շատ են, Տիգրան ջան, դա մեր սահմանադրությունն է թույլ տվել նախարարչինը, որտեղ մեր սահմանադրության մեջ գրած է 200 հոգուց ավել մարդ։ Եթե եկեղեցի է ստեղծում, ինչ որ մի հատ պոլիպեդիա պաշտում կամ ինչ որ բաժակի, իրանք այդ իրավունքը ունեն, ախպեր ջան։ Եթե քո սահմանադրությունն է ասում Հայաստանի Հանրապետության։ Ինչ հասնում է Telegram-յան չաթով սլիվը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանին ինձնից բռնած, Արսենից բռնած, շատ մարդիկ կարան լիքը վիդեոներ ուղարկեն, ինֆորմացիա ուղարկեն, բողոքներ գրեն եւ այլն։ Մարդիկ մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը սաղի հարցերով առանձին զբաղվելու է։ Ու ես վստահ եմ, որ այդ նույն վիդեոն Նիկոլ Փաշինյանին ղրգել են, դրա համար էլ ինքը տենց արտահայտվել է։ Ինչ հասնում է սլիվին։ Այսքան ամիս բոլորս, չգիտես խի, մտածում էինք, որ դա Գարեգին բն է, քերակին դոմփողը։ Բայց որպեսզի Գարեգին բն իր անունը մաքրի, հենց ինքն էլ այդ սլիվը տվել է, ապացուցեմ խի։ Որովհետև այդ տները, որտեղ որ իրանք ապրում են, տալիս է Գարեգին բն։ Տրամադրում է Գարեգին բն։ Ուստի այդ նույն տեսախցիկներն էլ տեղադրել է ինքը, որպեսզի կոմպրոմատները հավաքի ու իր տակ պահի դրանց, ախպեր ջան։ Այս տարբերակն է մտածի։ Ավարտեցիր, տես հիմա վերադառնանք ուրեմն այդ վիդեոից հետո շատ կարևոր ուրեմն Արտուր Ասատրյանը Պիպոն վիդեո բաց թողեց, ասաց որ այս ամեն ինչը ոբշե մի խոսքով ինքը ընդունեց, որ դա արհեստական բանականություն չի։ Հա դե, Դա առաջի բանն էս մեկն է։ Հիմա տես, ես ինչ եմ այդ հարցը տվեցի Արամին։ Ուզում ասեմ հիմա Արամի խոսակցության մեջ էլի ես տենում եմ ցավոք սրտի այդ սովորական այն կապկան կա որ ուզում են գցեն, որ այս մարդիկ ելել են եկեղեցու դեմ։ Դες բան չկա։ Իրանք ինքնամաքրման process-ը լրիվ պրավալի են տարել։ Ու դրա համար հիմա ժողովրդի մի հատ լուրջ մասա զայրացած սպասում է, ախպեր, էս էլ պետք կուլ տակ, էս վիդեոն է պետք կուլ տակ, փողոցներում 25 մարդ գյուլենք, հետո կոմպենսացիա անենք, էդի հասկացանք, որ կուլ տվեցիք, էս էլ պետք կուլ տակ, այդ որ մի հայկական բան է, օքեյ, քերակին դոմփել է։ Ինչն է կուլտված։ Կուլտված չի, դա կուլտված չի, այդ հավետանը, մետ ասողը հենչին նստած արդեն։ Հիմա նայ, ես հասկացրեմ իմ ասածը, մի րոպե։ Հա, դու նկատի ունես ժողովրդի ոդին չհելանացեն Բագրատ Խեստոսն, համաձայն։ Չէ, հիմա երկրորդ մոմենտը, հա։ Հիմա տես, հիմա կոնկրետ տեսաղը ստենում ենք, ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը կատարվում է։ Որ այս process-ից հետո հայելի դեմա սլիվեր ախպեր եղավ բարձավ գնաց։ Ոչ մեկ չի հելում ասի, այ ընկեր ջան։ Այս անձնավորությունը ի՞նչ գործ ունի մեր եկեղեցում։ Արդեն 4-րդ 5-րդ օրն է։ Չկա ոչ մի կոնկրետ ինչ-որ։ Բայց մի րոպե, այդ ազնվորությունը այդ վիդեոյի պուբլիկացիայից հետո հոգևոր հաղորդություն տվել է ժողովրդին։ Ես չգիտեմ ինչ է պաշտոնին է։ Ինքը դիվանի ինչ որ կառավարիչ է, դիվան գզող է։ Ինքը բան չի։ Ոնց է պրեզիդենտի շտաբի պետ էլի տենց, դա վատ պաշտոն չի, կարևոր պաշտոն է։ Ստե մեկը գրում է հետով կարգով, դե տնանք, սպասենք, ասում է ռասի զավտրն է դառնալու։ Ես ոչ մի ինքնամաքրման process չեմ նայեք ժողովուրդ, ախպերս ներող կլնես, ասա։ մի հատ սենց հարց տամ։ Մեր եկեղեցում ակնհայտ կա այս եկեղեցական օրենսդրության խախտումները։ Հարցս հետևյալն է. որ մարմինն է զբաղվում եկեղեցու մաքրման, եկեղեցում այդ օրինախախտ եկեղեցու գործերով։ Խորհուրդը։ Մենք տեսնում ենք եկեղեցու խորհրդի անտարբերությունը։ Եկեղեցու խորհուրդը գալու է ամսի 5-ին Հայաստան։ Իրանք գտնվում են տարբեր երկրներում, նաև Հայաստանում։ Խոտկեն Հայաստան են անելու, հա։ Խոտկեն Հայաստան ալինելու Գարեգին բն հրավիրել է ամսի 5-ին իմ լսելով խորհրդին, ինչ որ խորհրդի նիստ ալինելու։ Փաշինյանը կոչ է անում ավելի շուտ հավաքվեն ու այս հարցը լուծեն։ Խորհուրդը այդ հարցը լուծի։ Նոյեմբերի 5-ին թե դեկտեմբերի է։ Նոյեմբերի, ինչքան գիտեմ, նոյեմբերի 5-ին է հրավիրել։ Հա։ Այսինքն համաշխարհային հոգևոր այրերը հավաքվել են Հայաստան, այդ հարցի տո կտան, հա։ Թե հայ հոգևորականները աշխարհասփյուր։ Նայ, արի սենց մի հատ բան ասեմ։ Ուրեմն ոնց որ հիմնադրամը ունի հոգաբարձուների խորհրդի անդամներ, չէ՞, իրանք կարան նաև այլ երկրներում դնեն։ Ահա։ Ինչ որ մի որոշում նույնը մեր եկեղեցու հոգևորականներն են, այսինքն։ Եկեղեցուն գոյություն ունի խորհրդի անդամներ։ Խորհրդի անդամները նիստ են հրավիրում։ Ծանուցում են իրանց հաթաթ բոլորին, որ ամսի այսինչին, ժամը այսինչին լինելու է նիստ։ Հասկացար։ Հիմա այդ նիստը կոնկրետ Բ Գարեգինը հրավիրել է ամսի 5-ին։ Ես չգիտեմ ինքը այդ խորհրդի ժամանակի ինչա քննարկելու։ Իհարկե իրա գնալու մասին չի քննարկելու, ինքը այդ հարցերը չի դնելու։ Բայց կոնկրետ այդ խորհրդի անդամները գիտեն ինչա կատարվում։ Գիտեն որ այդ նիստը այն վրա ասում խուսափելի է պետքա լինի։ Բայց այդ նիստի ժամանակ ինչ կորոշեն, այդ դրանից հետո պարզ կլինի մենք ինչ պետք է անենք, որտեղ մենք միջև օրս հարգում ենք խորհրդին էլ, եկեղեցու անդամներին էլ բոլորին։ Թող լուծեն ախպերես հարցը, թող լուծեն։ Թող իրար մեջ նստեն ճիշտ ու սխալ անեն,
որն է սուրբ, որը սուրբ չի, հանեն ռադանեն։ Մեզ քիչ խայտարակեն։ Մերի հայկն է ուզում հենելի։ Հայտնով է։ Մեր հայկն է, հայ, հայք ստես մտ պլյուս դիր։ Արամ, Ինքը հենց տենց գրանցված է հայք։ չեմ ման որ շատում գրում եմ, մաթո գրիմ։ Տեսեք։ Ես ոչ մի ինքնամաքրման process-ի չեմ հավատում։ Ես էլ չեմ հավատում, Տիգրան, բայց մենք շատ Ասեմ ինչի համար։ Ասեմ ինչի համար։ Որովհետև ես մտածում եմ, որ ստե կա ավելի վտանգավոր կամպրամատեր մեկը մյուսի վրա, որը որ ավելի դե պատկերացրու ինչքան այլանդակ բան կա ստե, Հա։ որ էդի կարում է ավելի Կաներես մի հատ քան թե քերակին նկատի դոփել։ ունես կամպրամատ Այս եկեղեցականների միջև, իրար մեջ, իրար միջև։ Համույթի անդամների վրա ես նկատի ունեմ, թե մեր Սա իրար վրա։ Հա իրար վրա։ Աստե ավելի բաներ կա։ Տիրոք Այսինքն վտանգավոր է, ճիշտ է։ շփթական ռեակցիան ման բանա, որ դաժե քերակին դոփելը կարելի ասել է только цветочки։ Հա, էլի։ Դա լավ։ Ես տենց եմ մտածում։ Հա, հա, ես չունեմ ապացույց, բայց տենց եմ մտածում։ Պլյուս դրեք։ Կարող է մեր հայկոնա։ Հա, մեր հայկոնա։ Դե ո՞նց է ինքը գրվում, ես որ իմանամ կանչեմ։ Մերի հայք Հայաստանի ֆլագով, հայք Հայաստանի ֆլագով։ Չէ, life is kayf, արա այս։ Չէ, չէ, չէ։ Չէ, ախպեր, կայֆերի ժամը անցել Մեր է։ հայրը Life is տարերով։ kayf պլյուս էր դրել։ Պատկացնում ես մերի։ Հա, բայց կարա լայ։ Ասում եմ հայք live is kayf, դզավ բայց դա բարակապակցություն է։ Մինչև հայկի բարձրանալ եմ մի հատ հարց տամ ժողովուրդ, իշխեմ ներքևից մի քիչ էլ նայեմ, ասես հետո կբարձրանամ էլի։ Ժողովուրդ, ես մի բան բացեմ թողե։ Քերականի հետ ինտերվյու եղել է, вообще ինչ-որ մեկը լսել եք այդ անձնավորությունը։ Հա։ Կոնկրետ այդ Ինչ ասեմ։ կնգա է։ Այդ իմեջում կա այդ նյութը։ Այդ կնիկ ինչ ասեմ։ Չէ, քերակին Այդ չի այ ախպեր։ Ասում է դեսի բանա, ամոթալի բանա, թրիմատություն, հա։ Ասում է Վա, լույս չեք լսել։ Չէ։ Մերի քերակին է ոչ թե։ Ամոթալի դուրիմացությունը։ Քերակինը տվել է Լատե ինտերվյու։ մա։ Քերակինը չէ։ Լավ է։ Всё։ Դժում են այ մարդ։ Որտեղ միակ բանը, որ ես գիտեմ դատական համակարգի հետ կապված է նա, որ Դանիել Իոնիսյանը իրավազեկ քաղաքացի չէ, որ կա այդ կազմակերպությունը, դրանք են չերես դատախազություն հայց ներկայացրել, որ բարձեն ով ա եղել Սլիվանովը անձնական տվյալների։ Ուրիշ ոչ մի դատական ու ամենակարևորը էքսպերտիզա արհեստական բանականության հետ կապված ես չեմ լսել։ Փողը հաստատ իրանք ունեն, միլիարդատերներ ունեն հյուսիսից, իրանք պաշտպանող գցեք այդ ամեն ինչը եվրոպական կամ որ երկրին եք ուզում միջազգային մասնագետները թողապացեն եթե էդի բանա ֆեյքա։ Ինչ եք անում։ Դրեք թող ժողովուրդը տնա, եթե ֆեյք է, Այս հավատանեմ նույն բառերը ես այդ նույն նյութի մեջ ասում եմ, որ ինչի չեք տանում ձեր փաստաբաններին, ինչի միջնորդություն չեք ներկայացնում, որպեսզի փորձագետները փորձակնություն անեն ու տեսնեն ֆեյքա, ֆեյք չի, արհեստական բանականությունա, ֆլանա, ֆստանա։ Չեք վստահում ստեղ Հայաստանում։ Տարեք Եվրոպաներում այդ փորձակնության այդ նույն նյութը։ Ինչի չեք տանում, ինչի չեք անում։ Մենակ ելնում Մերի, հա։ մեր դատախազությունը քրեական գործը հարուցել արդեն ուղարկել է քննչական կոմիտե։ Հա, բայց ինչ թեմայով հարուցել։ Սլիվի հետ ով առաջինը։ Սլիվի հետ կապված։ Սլիվի հետ կապված։ Ախպեր ջան, հասկացանք, սլիվը սլիվով։ Հասկացանք։ Բայց ինչ հասնում է անձնական դաշտ մտնել չի կարելի ֆլան ֆստան։ Եթե սուրբը ունի անձնական դաշտ, ինքը ավտոմատ սուրբ չի։ Всё, թեման փագա։ Արսեն, Հայ եղծ։ ըստ ձեր տեղեկատվության այդ վիդեոն եփա վիդեո։ Ճուճուլ լվացությունը։ Եփա։ Ինձ թվում է վաղուցվա։ Որտեվ ես մտածում որ դա Սերժի վախտվա զապիս է, դա հին զապիս է։ Բավականին հին զապիս է, հա։ Ինձ մի հատ բացատրեք, ես հասկանամ, հա, ես մի քիչ թերի գիտելիք ունեմ այդ բանի եկեղեցական այդ պաշտոնների, դրանց պարտականությունների եւ այլն եւ այլն։ Մեկ բան եմ ուզում հասկանամ, ինչա դիվանապահա, դիվանագետա է, ինչա է, դիվան գզողա, ինչա։ Ինչ պաշտոնա դա, ինչ անում, գանձերն է պաշտպանում, ինչն է անում։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ Մատյան ասեն սրտին կպ։ Շտաբի պետն է, էլի, ասենք Հա, ոնց որ ինքը ինչ պրեզիդենտի շտաբը։ գործողություն է անում։ Ես ուզում եմ հասկանամ։ Դիվանատան պետն է։ Այսինքն կանցելարիան որ կա, կանցելարիան, այդ դրա շեփն է։ Այսինքն երկեր, մուտքեր, փողա, գանձա, ինչա, սա Աշխատակազմի ղեկավար էլի մեր։ Աշխատակազմի ղեկավար, որը զբաղված է արտաքին ներքին Հիմա թեմաներով։ համոզվում եմ, հերթական անգամ համոզվում եմ, որ Գարեգին Բ-ի շները սլիվ են արել, այս ինֆոն, որպեսզի Գարեգին Բ-ի վզից հանեն այդ քերակին դոմպելու հասկացողությունը, որը որ գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Որտեղ մենք բոլորս վստահ եմ սա հայությունը մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի մասին է խոսում։ Այլ ոչ թե ինչ որ շտաբի պետի մասին։ Այս էլ սլիվը արելա, որ իրա վրից հանի այդ կեղտը։ Ուրեմն, նաև մի հատ ինֆորմացիա է ֆռուն, որ Ես որ չունգուլը լվում էին, էդի Դե լավ է մի կդրեք նաթուրի։
Կացնմակ։ նոր եմ խնդալուս քաթել միկրոֆոնս մի հատ։ Վայ։ Հետո Ոչմ, այս անասունը ըստ այդ տվյալների, որ համացանցում ֆռում էր, Եզրաստին գիտեք, Գարեգին Բեի եղբայրը, Մոսկվայի կաթողիկ գոզը, դարը միասա։ Ուրեմն սրա հարսին Դոմփելան նորից էս նույն էս չունգլ լվալ տվողը, в общем, դիվան գզողը, в общем։ Նման ինֆոյա ֆռում։ Այսինքն իրանք վաղուց ջրատամ ունեն սրա վրա։ Նաև նման ինֆոյա ֆռում։ Հիմա տոլի Գարեգին Բնսրան ուզում է գծերից քցի, տոլի ինչ ա ուզում անի։ Համենայն դեպս ես նորից եմ կրկնում։ Մենք բոլորս մտածել ենք, որ քերագին Դոմփուկը հետի Գարեգին Բնա։ Բայց այս սլիվից հետո Գարեգին Բեի վրից հելնում է այդ միտքը։ Ուստի ինձ գան ասեն ածնետի սլիվա չէ երեխեք։ Հա, կուզենաք սաղը տես, բայց տրամաբանական չի։ Տրամաբանական չի, երկրորդն էլ 4 թե 5 ամիս առաջ ասես Նիկոլ Փաշինյանը, մի շաբաթ հետո սլիվ կանեին, էլի։ Խի հիմա։ Մերի մի հատ հարց։ Ես կարամ այդ հարցին պատասխանել Հայաստանի Հանրապետության վարչապետ, մի վարքյան ախպերից մի հատ հարց տամ, ուզում եմ ուղղակի հասկանալ։ Եթե Նիկոլը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության առաջ դեմք վարչապետ, կաղնում է այդ զրույցը նման։ Ախպեր Նիկոլը խճի կոնկրետացնում ու փաստերով հանրությանը էդի բեծի տանում, սենց ասած։ Դե կներես էլի, լիքը փաստեր կա։ Ես Մերի ջան կարամ մտածեմ, որ հենց կոնկրետ է դիվանա գետա ինչա խոսքը այդ մարդուն է վերաբերվել, այլ ոչ թե կաթողիկոսին կա հակափաստակ։ Ոչ թե կարծիք, այլ հակափաստակ։ Բոլորս էլ համացանցում, երբ որ կարծիքներ էին գրում, մեկնաբանություններ եւ այլն, Գարեգին Բեի փոխարեն գրում էին Քերագին Դոմփողը, ախպեր ջան։ Էսի արդեն համատարած էր, հասկանում ես։ Համաձայն եմ Մերի 1000 հոգի եթե նույն բանն ասում, դա չի նշանակում բարձ ճշմարտություն է։ Բայց այդ 1000 հոգին հասարակ քաղաքացիներ են։ Բայց այդ թեմային առաջինը այդ թեման բացել է վարչապետը։ Ու վարչապետը լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, պետք է իր ասածը հիմնավորի, չէ։ Հիմա եկավ արտահայտություն, որ սենց են անը, եկավ վիդեո, որ այդ մարդուն չի վերաբերվում, ուրիշ մարդու է վերաբերվում։ Ախպեր ինձ կարող է այդ կա մեջը, այն կա մեջը, այն ուրիշ թեմայով կա, այս ուրիշ թեմայով։ Արամ ջան, ես ասեմ իշտեմ ներքերս դեսեմ, տեղս հարմար չէ։ Ուրեմն ես մեր հետ համաձայն չեմ։ Այդ ամեն ինչը հենց պրեմոյ Նիկոլը ինքնակազմակերպ է, չունեմ ապացույցներ, բայց կարամ ասեմ ինչ եմ այնպես մտածում։ Տես ինքը մայիս ամսին հելնում է այդքան բան ասում է, դա շատ լուրջ կասկածանք է ու ահավոր մեծ վնաս է լուբոյ մարդու համար, մանավանդ եկեղեցական քերակին Դոմփել է, դա մեր հայկական պանյացիաների մեջ չի մտնում։ Ինքը հելնում այդքան բան ասում է, խելոք նստեք տեղներն հետ մի խառնվեք սրբազան քերակին Դոմփով, դեմա չեմ կարող ցիտեմ։ Մեջբերումը դուք ավելի լավ գիտեք, դա եղել է ապրիլ-մայիս ամսին։ Ժամանակա տալ իրանց գնալու իր այդ գործարքի, որը սրանք չեն անում, կողում են դրա տեղը արդեն նոր հյուսիսային ալիգարխի։ Մի րոպե, թևավորված արդեն հյուսիսային ալիգարխի կողմից գալով, սրանք եթում են վաբանկ խաղի։ Դրա համար այդ ամեն ինչը արվում է, որ դուք նայեք ուշադիր այս process-ը ոնց է եղել, լրիվ հակահասկանաք, որ այս ամեն ինչը չի կարող ուղղակի շրջանցած լինի Հայաստանի Հանրապետության, ասենք կոնկրետ ղեկավարության։ Իրանք պրեմո իմացել են այս սլիվով անում։ Բայց գործարքը առաջարկ է։ Գործարքը այն ա եղել, որ ինքը ժամանակ տվեց, որ իր հետ գնան եկեղեցի։ Մի րոպե, այս ասեմ դուք ձեր աստծո ասեք, եկեղեցու մեջից կիսում լինի, որ իրանք իրար մեջ մաքրեն, իր ուզածին հասնի ինքը վեհապար, այսինքն կտրիչի հետ կապված ու շատ կամպրոմատներ չեն հելնի ջրերես։ Հիմա իմ Բայց դա գործարք գնալ չի, դա ուղղակի մի րոպե, սա կասեմ, առաջարկել է, որ նման բան։ Մի րոպե, գործարք գնալ։ Ասեն ջան, թող միտքը ավարտի։ Գործարք գնալ։ Ժողովրդին հյուրերին ոչ մեկին չվիրավորեք, կոռեկտության մեջ։ Գործարք գնալը նայեք ինչա նշանակում։ Գործարք գնալը նշանակում է, թե ինչ-որ մեկի հետ գնում ես համաձայնության, այդ անձնավորության վրա եղած կամպրոմատը չի գալի ջրերես։ Այդքան բան։ Ջան, ես քեզ 100%-անոց ճշմարտություն եմ ասում, եղբայր։ Կընդունես քո գործնա, չես ընդունի քո գործնա։ Ուրեմն այդ առաջարկը, որ եկեղեցին խելքի բերեք ու ոչ մի խնդիր չի լինի, եղել է անմիջապես պատերազմից հետո։ Շանս է տրվել, որպեսզի եկեղեցին աշխատի իր շահ պետության ամեն ինչ անի ժողովրդի համար։ Ու այդքան ժամանակ պատերազմից հետո մենք խառնեինք Թուրքի հետ, սրա հետ, նրա հետ արտաքին քաղաքականություն բան, եկեղեցին փոխարեն մաքրվեր, փոխարեն խելքի գար, փոխարեն ժողովրդի թիկունքին կանգներ, հակառակ գործողություններ էր անում։ Այնպես որ այդ քո ասածը եղել է շատ վաղուց։ Ասեմ քեզ, պատասխանն էլ նենց ա եղել, որ եթե սենց բան անեք, ես ձեր թիկունքին եմ, եթե չէ, ես չեմ կարա։ Էդ էլ չեմ ասի ինչը, արդեն գուշակեք, ավելավա գուշակեք, ես չեմ ուզում նման բաները ստե բաց էի բաց խոսեմ։ Ադենաստրադամոսը չենք խոմ, այդ ավտանեմ, ասելիք կա, ասեք։ Ես քեզ ուղիղ եմ ասում։ Դե լավ, Ասասին ջան։ կանչեմ հարցնեմ։ Լավ, ասասին ջան, ուղիղ ասեմ։ Եթե ինքը դուրս գա նրանց դեմ, իրանք խփեն կվերացնեն։
նկատի ունես Ով որ իրան կաթողիկոսի։ բերել է ախպեր, ուղիղ եմ ասում։ Ով որ իրան բերել է, իր գլուխն էլ կուտի։ Հիմա կարամ ես պատասխանեմ ինչ որ համաձայն չեմ։ Տեսեք, առաջերտին ստեղ գալիս է 2026 թվականի Ինչի հետ ամսվա համաձայն ընտրությունը։ չես, մի հատ էտի Հեսա ասա։ կհասկանաս, որ ասեմ ինչի համար է ես տնամ ես սլիվի հետևը պրյամոյ ԿՊ-ին։ Տիգրան 2026 ջան, դու թվականի շատ ես ուզում ԿՊ-ին տենաս։ Դրա համար ես դե թող տեսնում։ դե հեսա ես Մերի դե կասեմ թող խոսա այլի Մերի ջան։ 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, երբ որ արդեն հյուսիսային կողմից ուղարկված օլիգարխը գալիս է իրանց ձևով շարժում է կազմակերպում ու թևերը փռում է եկեղեցու վրա, իր համար էլ պատարակներ են անում։ Այո, ես իրավունք ունեմ այդ կապը տեսնելու։ Ու դրա համար խոսքից պետք է գնաս արդեն կոնկրետ քայլերի։ Առաջի կամպրամատը շատ ուժեղ կամպրամատը, որով մենք տեսանք, դա առաջինը, բայց վերջինը չի։ Կապրենք կտեսնենք, էլի ես մտածում եմ, որ ստե ավելի ուժեղ կամպրամատներ կա, արդեն առանց իր ասելու, այդ ամեջը գցվելու է ջրերես։ Էլի սայդեր կբացվի կդնեն։ Տիգրան ջան, Այդ այսինքն իրար, դու էլ ես մտածում, որ այդ եկել են մի վարքյան էլի Մարկոս ջան, Ասա։ այսինքն դու մտածում ես, որ այդ օլիգարխները եկել են թիկունք ու թև են կանգնել եկեղեցում, դրա համար են հիմա իրանք բերթերում մեկ, դրա համար է Գարեգին B-ի դեմ սենց սլիվներ են, լուրջ ես ասում։ Անպայման, որովհետև այդ process-ի մեջ կա կոնկրետ եկեղեցական ֆակտորը։ Իհարկե։ Հիմա լսի Էդի Տիգրան ջան, լրիվ հյուսիսային հակառակ։ պրոգրամա։ Դե հիմա լսի ցավատանում, լրիվ հակառակ ծրագրամա է։ Ուրեմն այդ նույն օլիգարխները երեկվա Մասիսի քաղաքապետից բռնած, գիտեին, թե իրանց վրա ինչ գործեր կա, ինչ գործողություններ ա գնում, որտեղ միջև օրս եւ դատախազությունում եւ քննչականից սլիվներ ա գնում։ Դրա համար էլ իրանք նախորդ գալիս են, իրանց թևերը փռում են, սպիտակ աղավն ու տեղեն իրանց դնում, Այո։ որպեսզի հետո դառնան քաղաքական էշ նահատակներ, հասկացա՞ր ախպեր ջան։ Անենց որ լրիվ հակառակ process-ն է, դու լրիվ հակառակն ես տեսնում ախպերս։ Այդ նույն Սամվելը, որ նախորդ իմացել է, որ հեծը ձեռից տանելու են, ցիրկը ձեռից տանելու են, պլյուս Պուտինն էլ ընդեղ ասկսե տակը քրքրելը։ Գալիս աստեղ իրան էշ նահատակի նման ցույց տալի, թե ես մի ձևով, սես քաք եմ ուտելու եւ այլն, բռնում տանում են, ասում են ինձ քաղաքական բանը արտահայտության համար տարան։ Այդպես չի։ Տիգրան ջան, իրան վաղուց պետք է տանեին։ Նույնն էլ էս Մասիս գզողը, Մասիս քաղաքապետը 18 թվից քրական գործը բացվել է։ Երկու անգամ դատավոր փոխվեց, գործը նորից սկզբից գնաց։ Դրա համար այսքան երկար ձգվեց, որտեղ մեր օրենսդրությունը տենց է ասում։ Դատավորը փոխվավ, ախպեր դատական քննությունը 0-ից սկսվում է։ Այսքան ձգվեց, նախորդ սլիվերը իրան ասել էին, որ սենց որոշում է կայացնելու, հելավ թռավ, հետո էլ խորհուրդ տվին, թե ավելի լավ է հետ արի, լսի ուշադիր, Տիգրան։ Ավելի լավ է հետ արի ախպեր, դու ավելի դուխով կերևաս, ժողովուրդը կանգնի թիկունքիդ, դու ավելի ուժեղ քաղաքական սենց հալածյալ կլնես էլի։ Տես, դա քո կարծիքն է։ Ես Էսի կարծիք չեսի, փաստերը մարզանագրում Մի րոպե, ախպեր ջան, փաստերը, նախորդ փաստերի իմացել է, մասին։ որ տենց գործեր կա։ Հա, Հենց մի այդ րոպե, նույն մի րոպե։ Սամվելը։ Խնդիր չկա։ Հիմա վերադառնանք Մասիսի քաղաքապետի հետ կապված։ Դեպքերը եղել է 2018 թվականին, թե չեմ սխալվում, նոր արեշտ թաղամասում, բոլորս այդ լայվով տեսել ենք ոնց է այդ ամենը։ Ես ընդեղ եմ, այդ լայվի մեջ Ավտո կա գալիս Տիգրան են, ջան։ մարդկանց տպում են։ Ես Այդ կոնկրետ ոնց ընդեղ եմ եղել։ Այդ ոնց ալնում 2018 թվականից պահանջվում էր այսքան տարի կամերայի տակ եղած դեպքերի հետ կապված ու ամենակարևորը ընտրություններից առաջ վարչապետի տեխնացու ՀՀԿ-ի կողմից, եթե չեմ սխալվում, ու այս ամենը պետք է հենց հիմա կատարվեր։ Այն էլ սիրուն Մոսկվայից գալիս Ինչ է հենց հիմա կատարվել։ Տիգրան ջան, եթե դու ուզում ես Դատական- հասկանաս խի է հենց հիմա կատարվում, Ասա։ ախպեր ջան, պարկը շատ, փաստեր գոյություն ունի, կոչվում է Datalex։ Մտնում ես Datalex, այդ նույն Մասիս քաղաքապետի գործը բացում ես, տեսնում ես ժամանակահատվածը, ինչ է կատարվել, ասենք դատավորը փոխվել, ինչ է եղել, ինչ հետազոտություն է, վկաները ինչ են արել, հետո ինչ են արել, դրանք դատական process-ներ են, որոնք պահանջում են ժամանակ, որը չի կարող խախտի ոչ դատավորը, ոչ քննիչը, ոչ էլ դատախազ ախպեր ջան, դա մեկ, երկրորդը ներկայությամբ մեր դատարանները դարել են թվային ախպեր ջան, այսինքն լիքը գործեր կա, որ դատավորների վրից հանել են, թեթևացրել են իրանց, որ ժամերով չնստեն այդ գործերը չքննեն, լրիվ on-line է կատարվում։ Դրա համար դատավորները մի քիչ թեթևացել են, հիմա շատ գործեր շատ արագ է կատարվում։ Բավարար վարչական գործերը մի շաբաթվա մեջ է կատարվում։ Ախպեր ջան, վատ է։ Ես կոնկրետ տե եմ եղել այդ Մասի քաղաքապետի այդ ծեծու ջարդի ժամանակ, այդ եղել է բժշկական համալսարանի հենց կողքը։ Դեպի դեպի առաջին հիվանդացող բարձրացող հենց այդ ուղիղ բժշկականի տանցումի կողքով ճանապարհը փակել էինք բրաբուսով բան զենքն էլ խփած կողը զենքս ցույց էր տալիս զենքով վախցնում էր էլի ու հարձակվում էին վրներս ես այդտեղ եմ եղել ու իրանք շատ լկտի խուլիգանավարի ժողովրդին Լրիվական Արսեն ջան, Տիկո ջան, հիմա նայ, ես ունեմ ախպեր, խոսքի, ծանոթ հարազատ մարդ։ Ուրեմն քոչարյանական ՍՊ, այսինքն կանտորան։
Վրեն գործա սարքել խոսքի, ախպեր ջան։ Այս մարդը անմեղ ալարի։ 6 տարի է իր դատը ընթանում է։ Արա 4-ը դատավոր է փոխվել։ Ու ամեն անգամ զրույց սկսվում է։ Այս անգամ որ արդեն դատը պետք է ավարտվի, այսինքն լրիվ փուլերը դատական ասել է։ Պետք է արդեն մի հատ ձեր միկրոֆոնը փակեք էլի ձեր Սիմոտա։ հա, ես իրա պրոստա անունը մոռացա։ В общем, լավ, ես փակեցի։ Հիմա նայ ախպեր ջան, արդեն պետք է դատավորը վճիռը կայացներ, ախպեր ջան։ Արա դատավորին տարան կալանքի։ Օրը սարև։ Հիմա նորից զրոյից պետք է սկսի իր գործը։ Դու հասկանում ես։ Դու ասում ես քան տարիքի հիմա։ Հենա հայկը տակես գրեմ ինքն են ուզում բարձանալ։ Ուրա Լրակյալ հայ բարև։ չեմ տեսնում այ մարդ։ Ես իմ տեղը զիջեմ, հետո լի կբարձանամ։ Այ մարդ մի տեղ կա, հանգիստ նստի։ Հայկ նովա, լը պլյուս դիր հայկ։ Հենա հայկու հայկական դրոշով։ Կարող է ինադույա դրեմ ասի առաջվա քաղաքապետին վարչապետի տեխնացու որ բաշարկեն ասեն ահա մենք տեխնացու ենք դրել որ ինքը դառնալ վարչապետ դերեց ագում են իրան Բայց այդ եմ ասում։ գործերը կար հես ասին տեսան փագելու են ասում են կանի բանան ենք էլ հետայում մարդ չկար պետք է մասիսի քաղաքապետին բերեին դնեին վարչապետին Հա, էլի։ Բարև ձեզ։ Կամ այսքան ժամանակ Մարկոս ջան, impeachment բառը ինքը Բարև։ չգիտեր ինչ բանա, չէր օգտագործ, դրուկ ելավ impeachment-ից է խոսում։ Վդրուկ։ Ես ոնց հասկանում եմ, իմի կարելի է ամեն ինչ անել, ամենավատ բաները անել, վերջում որ ջոգես քեզի փագում են, հելնես Նիկոլին քլնգես, ասես ես քաղ բանտարկյալ եմ։ Դառնաս խաղ բանտարկալ էլի։ Հա, ու Դա կապ չունի որ բանտարկալ, վիդեոներ կա, փաստեր կա, էլի։ Հա, ոնց որ իմի խոսքի մի բան է, սրբազան այնտեղ չեմ անում, ինչ գործեր են անում, ովումնա լողցնում, էդի հեչ, բայց այն մարդը որ սուտ դիրքը տվել է երեխու ձեռը կնքելու ժամանակ շատ վատ բան արել, կարկալույց անենք։ Ոնց որ մարդը լրիվ ուլի տեղ դրացել են։ Հեսա մի քանի յոնջալ կասեն, հա, ես իմ ինչա բան անում, սխալ բաներ ասում։ Դու յոնջա չեն, Մարկոս ջան։ Իրանք յոնջա չեն, իրանք միտումնավոր տականքներ են։ Յոնջա չեն։ Ես էլ էի մտածում յոնջա են։ Ոնց կարելի է այդքան Ասեմ կողմապահ։ ջան։ Բարև Այդ ձեզ, հայ։ սլիվն էլ, այդ Բարև սլիվն ձեզ, էլ բարև ձեզ։ հազար ներողություն էլ, ես էլ ասեմ միկրոֆոնը անջտեմ։ Այդ սլիվն էլ իմ կարծիքով հենց իրանք են արել։ Իրանք պրոստը ժերտվա տվին էս բանը, Այո։ ինչ է էս, այդ բաճա։ Իրանք իրանք ձեռով ժերտվա տվին սրան, որ այն մնացած բաները չբացվի։ Այո։ Մարկոս Իրանք ժերտվա տվին, քցին Նիկոլի ջեբը, պրոստը ուրիշ ձև չկար։ Նիկոլեն ըլներ բացելու, հիմի շուտվանից ղրգել էին էդի։ Շատ շուտվանից։ մի հատ բան ասեմ ես իշտեմ էլի ժողովուրդ ջան։ Այն մարդիկ ով որ ասում են իրանց այդ իրանց անձնական կյանքն է կամ թեկուզ որ ասում են էդի խոսքոնը հոգեվորականին մենք չենք կարա կրնենք։ Իմ պատկերացած հոգեվորական այդ այն մարդն է, ում ես 33 տարեկան տղալնելով 50 տարեկան մարդը տենալով պետք է հարգի այդ հոգեվորականին։ Պետք է հարգի այդ կերպարը, այդ պաշտոնը, այդ ձևը, այդ ամեն ինչը։ Այդ մարդուց օրինակ պետք է ծառայի մեր երեխեն, այս մեկ երեխեն են, մեկ երեխեն մեր սաղս, մենք բոլորս։ Ես ինչ օրինակ պետք է ծառայեմ խոսքոնը քերագին դոմփողից կամ խոսքոնը չգիտեմ ընդ ես ինչ անողից։ Որ մի մարդ կայնում է աստու դեմ խոսքոնը երթում ուտում ու սուտա երթում ուտում ես այդ մարդուց պետք է սուտ երթում սովորեմ կամ իմ երեխան այդ օրինակը պետք է ծառայի իմ երեխան համար ես այդ հարցն եմ Այ ջան, ես ու դու անձնական կյանք ունենք։ Իմ ու քո անձնական կյանքի Այո։ մեջ ուրիշ բան է, բայց ինքը այն մարդն է, որ պետք է այդ հոգեվորականին տենում ես, պետք է գլուխդ կախես, չեմ անում, իրանից ինչ որ մի հատ աստու խոսք զգաս։ Բայց հիմիկա մարդը հոգեվորականին նայում ես, ասում ես կլարիթան մի պարտը բլոտ իրան հետ խաղանք։ Դա այն ամենամեղ ձևով եմ քեզ ասում։ Այդպես չինում, այդպես հոգեվորական չինում։ Հոգեվորականին պետք է երթաս խոնարհ լինես, լսես, աստու խոսք ասի քեզի, երեխուդ բերես, ինչ որ մի բան սովորցնի։ Դարի իմի դեսրած մոտը տար այդ մի քանիցի։ Ոչ բոլորին, այնց հոգեվորականներ կան, որ աստու կողմից են։ Բայց շատերը նայում ես ախպեր, չինի երեխուդ տանես, ասես կնքի։ Դե կտանես այդ ինչ է, այդ արշակա ինչ է, տանես ասես կնքի։ Ես չեմ տանի ախպեր։ Ես 47 տարեկան հասակում նոր կնքվեցի, որտեղ մտա Տաթևանք, ես տեսա այդ եկեղեցականի այդ տեր հայրին, ես ավտոմատ սկսեցի լաց լինել։ Ես հասկացա, որ ես կարամ այդ մարդուն վստահեմ 100%-անոց, որ ինքը ինձ կնքի, որտեղ ինքը խաչաչի սուրբ է։ Ունենք մենք այս տեր հայրեր, ունենք։ Ուղղակի այդ մարդիկ ճնշված են, այդ մարդիկ չեմ կասկածում, որ դաժե կտանքների էլ կենթարկվեն, եթե հանկարծ Մերի ջան, կներեք։ Մի հատ հարց, այդ մարդուն է ինչ է, այդ մարդուն էր, չէ՞, Գարեգինը մոտիդ ֆորցրել, որ այս մարդը հիվանդ է, հա, չի կարա պատարականի եւ այլն եւ այլն։ այո, Ղարաբաղցուն էլ բերել գլխին կոնտրոլ։ Մի ամսվա Ես միշտ ճանաչում եմ։ Ես այդ Ղարաբաղցուն անձամբ ճանաչում եմ։ Վանքի տերտերն ա եղել, Գանձասարի տերտերն ա եղել ինքը վախտին, որ շուտվանից եմ իմանում այդ մարդու։ Մեկ չի հարցը սենա ժողովուրդ ջան, այդքան Հա, լավ, ասա ախպերս, ասա ես կխոսեմ։ Անը, ես էսենց մի հատ բան եմ հասկանում, որ խոսքոնակ տվել անձնավորությունը, որ խոսքոնակ կարա
սենց ասեմ քեզ հաշտ ու համերաշխաբրի այդ մտքի հետ, հարց չկա, ախպեր, թող ապրի, ով իր երախոն կտանի կկնքի թե ինչ կնի, թող իր պրոբլեմն է, բայց ես անձամբ շատ վատ բան եմ տենում այդ ամեն ինչի մեջ։ Միանշանակ սաղս որ մարդիկ էլ կան, որ ասում են 30 տարի չգիտի, հա գիտեինք։ Բայց հստակ մի հատ հասկա, որ մենք այն ժամանակ չէինք կարող խոսային կանենց, ոնց որ հիմա ենք խոսում։ Էդի հստակ սա ոչ մի գամել լուրություն չի։ 100% մեկը փորձեր այն ժամանակ մի բան խոսա։ Ես կյանքում ոչ մեկի չեմ պատճե դրե ճակատիս, էդի կլինի Նիկոլը, կլինի N1 ով ուզում անի։ Իմ համար անձները հետ կապված ոչ մի բան չկա։ Բայց այսօրվա դրությամբ ես միշտ 100 տեղ ասել եմ ու հիմա էլ եմ ասում։ Քանի կա այլ ընտրանքը, ես միշտ էլ եթալու եմ ես կողմ։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն է ոչ մի կարան մարդիկ չհամաձայնվեն, կարան համաձայնվեն։ Այսքանը ժողովուրդ ջան, ինչ որ ես ուզում եմ հոգեվորականների հետ կապված ասել, այսքանն է։ Ապրես Հայկ ջան, ու յուրաքանչյուր մարդ ունի Շնորհակալ եմ, կարծիք Հայկ ջան, ունենալու իրավունք։ Ես մի բան ասեմ, երեխեք Լրակյացին լսենք մի հատ մերի։ Ես էլ ասեմ հալ ու լսենք հոգևորականին որ տեսնում ես ինքը երբ որ Աստծո հետ ինչ որ մի ստորակետ կապ ունի դու էդի հոգով զգում ես էդի անհնարին է չզգալը անմեղ մարդը այն մարդը որ ամեն օր աղոթքի մեջ է իրոք Աստծուն է ծառայում իր աչքերից թափվում է այդ բարիությունը սրանց պահվածքը սրանց քայլվածքը սրանց հակու կապը սրանց մեքենաները սրանց խոսալը սրանց քյարթ ու բառապաշարը ինչ հոգևորական այ մարդ ինչի մասին է խոսքը պրոստը սրանք սովոր են եղել ինչ ուզեն անեն որ ասում դարը մերնա ցարը մերնա այդ վիճակն է եղել մոտները ու հիմա վդրուկ ինչ որ մեկը իրանց ասում դուք սխալ եք հապա parza երկիրն էլ ամեն ինչն էլ խառնեն իրար տոլիկ կանեն լիժբե իրանք մնան այդ աթոռի վրա Մերի, բայց գիտես ուրիշ ինչ թեմա է ֆորմ լրակյացին ձեն չտվեցինք։ Լավ խոսա լրակյաց ջան, հետո ես կասեմ։ լրակյաց տեղես Կարող ախպեր բարի երեկո Դե իմ անձնական սա սուբյեկտիվ կարծիքն է, ճիշտն ասած ես ցավով եմ սա նշում, կոնկրետ ես շատ կուզենայի, որ ասենք վեհապարը պահանջեր որպեսզի ապացուցեին այն մեղադրանքը ինչ որ իրեն ասել են։ Պահանջեր։ Միջև Եվրոդատարան կա 1000 տեղ կա։ Դիմեք ասել իմ անունը ինչի եք արատավորում։ Դա ես շատ կուզենայի։ Բայց քանի որ ես երկար ժամանակներ անընդհատ այսքան արդեն ասեցին, գնաց հասավ չգիտեմ արդեն ուր, եթե ինքը չի պահանջում, ուրեմն այդ ամեն ինչը ճշմարիտ է։ Իսկ եթե ճշմարիտ է, սա արդեն լրիվ ուրիշ ճանապարհ է։ Շատերն ասում են դա եկեղեցական ներքին ասենք գործեր է, ես համամիջ չեմ այդ հարցում, որովհետև գիտեք ինչ ինքը երթվել է Սուրբ Խորանի առջև Աստծուն։ Եվ ինչ ասե, այդտեղ հիմնականում ես բառարաբար չեմ ասի, իմաստը ինչու՞մն է կայանում, որ Աստծո դեմ ինքը խոստանում է, որ հրաժարվում է աշխարհիկ բոլոր հաճույքներից, մայթներից, կին, գինի, հաճույքներ եւ այլ, եւ ամբողջ իր կյանքը նվիրաբերում է Աստծուն։ Նրան ծառայելուն։ Այս խոստումը ինքը խախտել է։ Դա փաստ է։ Եթե խախտել է, ուրեմն պիտի կարգալույծ արվի։ Իսկ կարգալույծ անողը ինքն է։ Ինքը իրան կարգալույծ չի անում։ Այստեղ ուրիշ հարց է գալիս։ Ինչ? Խորհուրդը ով որ գիտեմ 11-11 եպիսկոպոսների դե եկեք ուրեմն գիտեք ինչու՞մն է հարցը դե բոլորիս համար էլ դա պարզ է սա կյանք է բոլորս էլ կյանքում ապրել են գիտենք որ մարդը ունի զորություն կարողանում է զսպի ասենք վաղ տարածի թե չգիտեմ լեզու գտնի հետները որ չեն անում փաստը սա է որ չեն անում բայց եթե չեն էլ անում գոյություն ունի ուրեմն կարգ առաքելոց բկետը որը որ մեր հայ առաքելական եկեղեցին ընդունել է աշտիշատի ուրեմն ժողովի առաջի ժողովի ժամանակ ուրեմն ինչ ասում այնտեղ լինի եպիսկոպոս երես թե քահանա եթե աշխարհիկ հոգս կվերցնի պիտի կարգալույծ արվի իսկ ամուսնությունը դա աշխարհիկ հոգս է ըստ այդ կանոնակարգի դա հիմնել են առաքյալները այսինքն այստեղ դուրս է գալի ավտոմատ կերպով ինքը այդ օրենքի այսինքն բաների ուրեմն առաքյալների դրած օրենքով ինքը արդեն կարգալույծ եղած է, սենց ասած, Աստծո դեմ։ Օրենքի ուժով։ Դե արդեն այդ կետով, այո։ Ոնց որ կա սահմանադրական օրենքների կետեր, նենց էլ այ հոգևորական բանում կա այդ կետը։ Հիմա շատերը այն անգամ մեկն ասում էր Գրիգոր Լուսավորիչը երեխա ունեցել, իր երկու այո, այդ ամեն ինչը եղել է, բայց մինչև Աշտիշատի այդ ժողովը։ Նրա ուրեմն Գրիգոր Լուսավորիչի տղաները իրանք ուրեմն ամենավերջինը մահացել է 333-ին, իսկ այս Աշտիշատի առաջի բանը ընդունվել է չեմ անում 354 թե 6 թվականին։ Առաջի ժողովը։ Այդ ժողովի ընթացքում եւ ուրիշ կետեր են էլ ընդունվել եւ
մենք ընդունել ենք արդեն առաքելահին քանի որ կոչում ենք համ անունը, համ էլ որ այդ օրենքները։ Ես այսքանը կասեի։ Շնորհակալ եմ շատ Լրակյար ջան, այդ օրենքներից ես տեղյակ չէի։ Բացատրեցիր, Ազգեն ջան հարց կարելի է։ Ես կարամ մի հատ հարցամ։ Լավ, elə Հայկոն elə խանգարավ ասա։ Էդ մեր մախբերս իջնում եմ Արամ ջան։ Բանը ինքը որ ասում են ինքը կեթա կապ աշխարհի ու Աստված իրան կների։ Մի հատ հարց էլի, այդ որդուց ենք իմանալու որ ներելա։ Չէ, դες բանը։ Կա տենց հնարավորություն ինքը կապ աշխարհի ու ներվի։ Նախ առաջին ինքը պիտի կարգալույծավի, նոր ինչ կանի, ինքը իր մեղքը շատ մեծ է, եթե ինքը ամեն ինչը պահել է, կեղծել է։ Դա արդեն շատ մեծ մեղք է։ Այս մեղքի համար ինքը կարող ապաշխարի, բայց ոչ էս պաշտոնի համար։ Ես շատ թույլ եմ էլի, ես հոգեվորական ամեն ինչի հետ կապված, որ ասեմ ուտենց ամեն ինչից տեղակ եմ սուտ կլինի։ Դրա համար որպես քեզ այն մարդը որ խոսքոնը գոնե տեղակ եմ ինչ որ մի բաներից ախպերս։ Դրա համար քեզ հարց եմ տալի, ինքը այդ հնարավորությունը ունի ապաշխարելու, թե չէ։ Կամ որ ապաշխարելու բոլորս ենք ապաշխարելու բանը մենք բոլորս ունենք։ Դրանով հանդերձ որ մնա այդ պաշտոնին, ես այդ պաշտոնի մնալը բացառվում։ Всё ախպերս։ Եթե ինքը ունի այդ երեխան, ինքը պետք է արդեն, գիտեք, ուրեմն Լուսինե Զաքարյանի ամուսինը ինքը որ սիրահարում է Լուսինե Զաքարյանը ինքը վարդապետի կոչում ուներ։ Հասկացա, կներեք ես իշտեմ ստատիստիկա վարդապետի կոչումից վերադառնում է աշխարհի կյանք եւ ամուսնանում է Լուսինե Զաքարյանի հետ։ ազնիվ մարդ։ Ազնիվ մարդ, այո։ Մի հատ հարցել ես տամ էլի։ Մի հատ հարց ես տամ։ Ասա Արամ ջան, սիրո ախպերս։ Լարակյաց ջան, ախպերս, ես իբանում եմ դու որ եկեղեցու ծառայող ես, ես քեզ ես մի հատ հարց տամ, համաձայն եկեղեցական կարգ ու կանոնի, եթե կաթողիկոսը խախտել է իր ուխտը աստու դեմ, ինքը ըստ եկեղեցական կանոնների ինչ որ պատժի արժանանում է, թե մենակ այդպես կարգալույց են անում հրգամ հորտում։ Կարգալույցը ամենադաժան պատիժն է, հավատա Արամ ջան, սա է մենակ։ Չկա տես պատիժ, ընդհանրապես ասենք մեր Տեր Արամին էլ եթե կարգալույց են արել, իրան ուրիշ պատիժ չի ասնում։ Զրկում են այդ ամեն ինչից, ինքը վերադառնում աշխարհի կյանքի։ Բայց դու որպես ներսի մարդ, Տեր Արամի հանդեպ եղած այդ որոշումը արդարացած է համաձայն եկեղեցու կարգ ու կանոնով, թե չէ, թե ինչ որ մեկի ցանկությունն ա եղել հանդուրս։ Չէի ուզենա կրկնացնել վարչապետի խոսքը, բայց իրականում վարչապետը ասել է այն ինչ որ իրականում կա։ Նույնն էլ ասեց Տեր Արամը, կարգալույց եղած մարդը չի կարող կարգալույց անել։ Էդի երկրորդն էլ հիմքեր ապեց կարգալույց անելու համար։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ժողովուրդ ջան։ Ըստ առաքյալների ասում են, քեզ կարգ առաքելոց բկետի, ինքը արդեն կարգալույց եղած է։ Այսինքն հոդվածով ինքը ուժի անհամապատասխան է, всё, պետք է հենի էթա հոդ։ Ինքը չի կարող որոշում այո։ Իսկ այդ կարգը շատ քչերը գիտեն, էլի։ Այդ կարգ առաքելոց։ Ես ինքս նոր իմացա այդ մասին։ Իսկ սենց մի հատ տրամաբանական հարց։ Դե բնականաբար, եթե այդ ամեն ինչը ակնհայտ է, բացահայտ է ու կա կոնկրետ գնահատական, հանրային գնահատական, որ ինքը կարգալույց եղած է, հենց կոնկրետ մեր եղբոր ասած հենց փաստերով հիմքով, եկեղեցու կանոնակարգ օրենքներով, ոնց որ նշեց մեր եղբայրը, նշանակում է ինքը այսքան տարի իր գործունեությունը, որը իրականացրել է, էական վնաս է պատճառել մեր հավատավոր ժողովրդին, մեր եկեղեցու։ Դա կարա իրավական հետևանք ունենա։ Իրավական նորից ասեցի, դե չեմ կարող դա ես ասեմ, արդեն իրավականը վնասն է եղել, որ ասենք ինքը մարդկանց ձեռնադրե, ինքը մյուրոնաորն է։ Պետությունը ներկայացրել, որ խրվում է շատ լուրջ հարց է։ Երկիրը ներկայացրել, բրատ։ Դրա համար գիտեք ինչ, պետք է սահմանափակվենք նրանով, որ խնդրենք, հորդորենք, աղոթներով խնդրենք, որ ամեն ինչը գա մաքրվի, իր տեղը ընկնի։ Ինքն էլ այնքան բան ունենա, որ իրականում ավելի պատվով մեռնելը, քան թե կյանքի կեսն էլ պատվով մեռնելն է, մեր սևակն ասա, իրականում հարկավոր է պատվով մեռնել։ Լրակյաց ջան, մի հատ էլ վերջի հարց տամ, ախպերս 10 րոպե ես խառն եմ մնելու, ցեզի լսել եմ, բայց սենց է հարցը սենց է, ախպերս ձևակերպեմ։ Ախպեր, ես եմ Գարեգինը, ոչ մի հորդորի չեմ լսեմ, ոչ մի թեմա չեմ լսեմ, այդ ժողովի մարդիկ սաղի ախպերությունն են, սաղին կամ վախցնում եմ, կամ առել եմ, կամ համոզել եմ, ընկեր ջան, վճիռը կայացվում է իօքուտ ինձ։ Ինձ կարգալույց չեն անում։ Դրա հաջորդ շագը, ինչ է սպասվում այդ իրադարձության, այդ հանգուցալուծումից հետո։ Այսինքն Գարեգինեն չեն հանում, եկեղեցական ժողովը իրան արդարացնում է ու հետագա քայլը ոնց են, այսինքն ժողովուրդը, այսինքն ղեկավարությունը ունի ինչ որ ինստրումենտներ այդ հարցին տա տրամաբանական եւ վերջնական լուծում։ Իրան միայն կարող ուրեմն ըստ եկեղեցական հոգեոր օրենքի մենակ կանան այդ 11 եպիսկոպոսները։
Մենակ իրանք կարող Իսկ ժողովուրդը չեն կարա իրանց անհամաձայնության ակցիայով դան հանեն։ Չէ, այստեղ տեսեք մի հասարակ բան այսօր ես իմ անձնական կարծիքը չի, mən շատ խելացի տղու լսեցի, շատ խելացի ուրեմն վերլուծություն արեց, կոնկրետ Հովանավանքի ասենք այդ պատարակը ինչ ցույց տվեց, որ իր հրամանները թե հոտը, թե ժողովուրդը չի ընդունում։ Նույնիսկ քահանան, ու իր հետ էլ մասնակցում էին եւ սարկավագներ եւ քահանաներ, այսինքն հոգեոր դասители մարդ։ Վաղը միսօր էդի ձնագնդիկի են էֆեկտի նման շատ շատերը կան, որ իրականում այս ամեն ինչը տեսնելով որ ասենք թե ժողովուրդը տենց իր կողմն է, գիտեք հոգեոր ազնիվ ասենք հոգեորականը մի ժողովրդի կողմն է։ Չի անznավորում այդ ծառայությունը, այլ ծառայում են ինչ Աստծո եւ ժողովրդի միջև եղած որպես միջնորդ եւ իրանք ժողովրդի համար են ծառայում։ Դրա համար էլ իրանք ինձ թվում է նախապատվությունը կտան ժողովրդի կարծիքին, ոչ թե վերադասի հրամաններին։ Այսինքն եկանք են համոզմունքին ու այն տեսակետին, որ ժողովրդի սրտով է այդ հարցը լուծվելու։ Կարծում եմ այո։ Մի հատ էլ հարց ես տամ էլի։ Էսում մոտա շուն կամ։ Իմներ, всё անցավ։ Հա։ Մի հատ էլ հարց ես տամ էլի Լրակյաց ջան։ Այդ նույն խորհուրդը եթե հակա եկեղեցական որոշում կայացնի, որ B գարեգինը մաքուր է, պետք է մնա։ Արդյոք այդ խորհրդին կարելի է լուրջ ընդունել արդեն դրանից հետո։ Եթե ակնհայտ փաստերը կա ու հանկարծ իրանք նման որոշում կայացնեն։ Ես որպես հասարակ քաղաքացի, հասարակ հայ առաքելական եկեղեցու, ասենք ենթարկվող դավանող մարդ, հա, հավատացող մարդ։ Ոնց դրանից հետո պետք է լուրջ ընդունեմ ընդհանրապես եկեղեցուն կամ այդ խորհուրդ կոչվածին, եթե հանկարծ ինչ որ հակառակ որոշում կայացնի։ Լրակյաց ջան, հա, դու եկեղեցում ես ծառայում, ես նոր իմացա։ Ես ծառայող չեմ, ես ուղղակի ժամհարն եմ, ասենք թե, բայց ասենք բոլոր պատարակներին դեր եմ լինում, գիտեմ եկին կարգը։ Հասկացա։ Հիմա դու ո՞նց պետք է Ներսի մարդ է, Մերի ջան, ինքը ներսի մարդ է։ Համել ասենք երկու շաբթի ուրբաթ օրերը մեր մոտ կա սերտողության դաս, որտեղ որ այդ հոգեոր բոլոր այդ կարգ ու կանոններին բանին ծանոթանում ենք։ Հիմա մենք ո՞նց պետք է ունենք այդ խորհրդին։ Այդ խորհրդին հիմա էլի եմ ասում, սա ինչ որ ասում սուբյեկտիվ կարծիք է։ Կարծում եմ, որ ասենք այդ ամեն ինչը, եթե այդ խորհուրդը էլի նորից շարունակի տենց դուրս ագալի շատ ցավով եմ նշում եկեղեցու, այսինքն ճեղքվելը, կիսվելը։ Այսինքն շատ էլի, ասենք քահանաներ կգնան չեն ենթարկվի, շարունակեն իրանց, ասենք պատարակ մատուցելը, ասենք իրան չեն ենթարկվի, իրանց օրենքներին չեն ենթարկվի։ Դե եթե պատկերացրեք միտեղ, եթե ամբողջ ժողովուրդը, օրինակ Սերժին ոնց անեցին։ Երբ որ ամբողջ ժողովուրդը չենթարկվեց իր հրամաններին կամ ասենք թե ներքին գործերը, թե մյուսը, այդ բաժինները եթե չեն ենթարկում իրան, արդեն ինքը զգում է որ կորցրել է իր ամեն ինչը։ Պիտի որ ինքը իր կամքով հրաժարական տասա է։ Ուրիշ լավ։ Այսինքն եթե իրանք նման որոշում կայացնեն, ժողովուրդն էլ միտումնավոր գնա մենակ այն եկեղեցիները, որտեղ որ մաքուր տեր հայրեր են, որոնք որ Համեզի դա է, մենք աստու չպետք է կտրվենք ցանկացած պարագայում։ Հա, մենք իրանց պատճառը ում ենք, որ իրանց պատճառով էլ աստուց կտրվենք, այդ ցավը Դե հենց այդ շատ սփական եկեղեցին իրանց որ տնից չեն բերել էլի, որ իրանց պատճառով մենք եկեղեցուց հրաժարվենք։ Հակառակը, մենք պրոստը կհամախմբվենք այն եկեղեցիների շուրջ, որտեղ որ կա սուրբ հայրեր, ասենք տեր հայրեր, որոնք աստուն են ծառայում։ Իսկ իրա սրբակենցաղ մական շատ ունենք, Մերի ջան, շատ սրբակենցաղ, ասենք մենակ հայր Միքայելը չի, դուք ասենք այտենց ինքը շատ այտենց տարածված անուն ունի, բայց հավատացեք, այն խուլ գյուղերում էլ ծառայող այնքան լավ տեր հայրեր կան, որոնք ազնիվ կերպով, թե տեր Արամի նման, այտենց շատերը կան։ Գիտեմ, ու փառքը շատ։ Մենք այո, մենք պետք չի որ եկեղեցուց կտրվենք, պատճառ վերցնենք, դե հիմա ոնց գնանք այդ բաների ինչ են ասում, տերների մոտ, այդ արդեն դա Դե Լրակյաց ջան, եսի նկատում եմ օրինակ լսում եմ այդ ամեն ինչ որ լավ է տերները, ստեղ շորերավորները, պետք չի ընդհանրացնել նախ։ Չի կարելի, որտեղ դպրոց եթե մենք գնում ենք, դպրոցում կան եւ կաշառակեր, ասենք շատ վատ Լրակյաց ջան, ոչ մեկ չի ընդհանրացնում։ Եվ կան շատ պարտաճանաչ դասատուներ, չի նշանակում որ պիտի չգնանք դպրոց։ Լրակյաց ջան, ոչ մեկ չի ընդհանրացնում, ու ընդհանրապես ժողովուրդը միտում էլ չունի եկեղեցուց կտրվի, ընդհանրապես հավատքի նկատմամբ իր ինչ որ վերաբերմունքը փոխի կամ եկեղեցու նկատմամբ, իրանք եկեղեցին չեն, տոճկա։ Կարծում եմ հնարավոր չէ ժողովը որ գա, այդ ամսի 5-ի ժողովը լինի, հենց ասեն վեապարը անմեղել, սաղ էս արշակն են մեղավոր, բարձեն էս բանի։ Գիտեք, ճիշտ ասած,
Կարալ Վեապարը խաբար չի ելե, սաղ արշակն է ամեն ինչ հնարավոր է։ Արշակին է պալի տարին կախվել, վեապարը սուրտ մարդ է, ինքը ողոմ չի ասե, հել եք գնացեք միտինգների, ձեր որտեք Բայց ախր օրուսներին այս ամեն ինչ այնքան ակնհայտ է, այնքան բացահայտ է, այդ ամեն ինչը Ժողովուրդ ջան, կներեք էլի իրոք ներողություն բոլորիցդ, Լարակյա ջան, ներող եղբայր, 2 րոպե ժամանակ ունեմ։ Ուրեմն, եթե այդ ժողովն եղավ ու Գարեգին բն դուրս չեկավ, չմիավորվեց, այսքան եկեղեցին իր հարցերը չլուծեց, սենց դա կարող է բերի նրան, որ ասենք Մոսկվայի այդ բանի թևը, ասենք աղբերը, այսքան դա կբերի հնարավոր է, որ բերի Ռասկոլի, ոչ թե մենակ Հայաստանի մեջ, եթե նույնիսկ Հայաստանի մեջ, Հայաստանում բոլորը, ասենք բոլոր եկեղեցիները հրաժարվեն բանից Գարեգինից եւ այլն, Գարեգինը մնա մենակ այնտեղ նստածել, դա կարող է բերի նույնիսկ եթե փոխեն, լսեք, եթե ժողովրդի ուժով փոխվեց դա կբերի Ռասկոլի, Մոսկվայում ասենք, այնտեղ բանը տերտերը իրանց ասում է, ես չեմ ընդունում այդ նոր եկածին։ Ժողովուրդը հանեց բերեց, բայց կասի դա մենոնք չեն արել, եպիսկոպոսները չեն ընտրել, օրենքի խախտում է դա եւ այլն, այսինքն կարող է բերի աշխարհի մակարդակով մեր եկեղեցու Ռասկոլին, որը շատ նիպրիատնի բան է։ Իսկ այսօրվա եկեղեցու նստած այդ ամենամենձը հնարավոր է որ այդպես քայլերի էլ գնան, այնց անեն որ իրոք Ռասկոլ լինի, ինքը դաբրավորնի չի գնալու։ Իսկ դա կարող է բերի շատ վատ հետևանքների։ Կներեք, ես պիտի դուրս գամ։ Ինչ հետևանք կարող Okay, լինել, Բալո Վարո։ Հետևանքը եղբայր, հետևանքանի նայեք, ժողովուրդը վեր կացավ քշեց։ 10 հոգեն, 15 հոգեն հանեցին գնացինք, եկեղեցին ընտրեց սրան նրան եւ այլն, եպիսկոպոսներ ունենք, լավ բան, всё, ստեղ եղավ։ Մոսկվայում, եթե Եզրաս ասում է, ես չեմ ընդունում այդ նոր եկեղեցին, այսինքն դա ինքը համարում է, որ դա ամենայն հայոցը չի, չէ՞ որ մենք մենակ Հայաստանը չի, ամենայն հայոցը։ Եա բանի թևը նայետի բանա չէ կոչվում, ինքը Նախիջևանի բանի եւ այլն, ասենց չի ընդունում այդ նոր մարդուն ով եկել է, Բայց Էջմիածինն է փոխում թեմերի առաջնորդների։ մի րոպե Էջմիածինից սկսում են չի ենթարկվել, Մոսկվայում նստած սրա աղբերը չի ենթարկվում։ Լա, Բալո ջան, մի հատ հարց տամ, ասենք գլուխները որ պատին են տալու որ չընդունեն։ Չէ, Մերի ջան, ես դեմ չեմ, հարցը ուրիշ է, ոնց չի, անկախանում է, այսինքն մենք ունենանք Անկախանա։ Այդ եմ ասում, մենք Ռուսաստանում կլինի հայ եկեղեցի, որը չի ընդունում Էջմիածինը եւ այլն։ Էդ իրակ Ռուսաստանում Ես բան չունեմ ասելու։ Իսպանի մենք ունենք տոնը որ չի ընդհանրում մեջնասնին, էլի։ Մի հատ ճշտով խոսենք էլի Բալո ջան։ Երբեք չի ընդհանրում մեջնասնին։ Մենք ունենք հիմա, այսօր ես չգիտեմ դուք գիտեք թե չէ։ Իլիկյոտունը Արամхан որ կա հիմա։ Ինքը մեջնասնին չի ընդհանրում։ Իլիկյոտոնը չի ընդհանրում, հա, բայց Մոսկվան Ռուսաստանը ենթարկվում է։ Մենք ունենք եւ պատրիարքարանն օրինակ Երուսաղեմի բնակչությունը պատրիարքատ եւ Թուրքիայինը պատրիարքատ։ Լսեք, ես դեմ չեմ, որ Գարեգինը պետք է գնա, Գարեգինը պետք է 20 տարի առաջ չգար բան։ Լսի, ցավը տանեմ։ Մենք ընդհանրապես աշխարհի մակարդակով միակ ազգն ենք, որ մի քանի հատ ունենք, էլի, ջոգիր։ Ու իրանք երբեք էլ Հայաստանի, ասենք, մակարդակով չեն շարժվել, էլի։ Երբեք։ Իսկ ինչ հաստում է, որ դա կբերի ինչ որ ճեղքումի, բաժանման եւ այլն, այդ ցավը տանեմ, это не грозит нам, Բալո ջան։ Այսինքն մեր կյանքում բան չի փոխվելու։ Մեր համար կարևորը այն է, որ երբ որ ինչ որ հանդիպումներ են լինում, հա, ինչ որ եկեղեցական մակարդակով, ինչ որ տիեզերական հավաքներ են ասում, ինչ են ասում։ Դա ուրիշ է, դա ընդհանրական եկեղեցիներին է, ասենք կաթոլիկ, ուղղափառ։ Հա, գիտեմ, այդտեղ ով է գնում, կարող է Արամն է գնում։ Այնտեղ չէ, այնտեղ մենակ բանն է, Գարեգին բն է գնում, ճիշտ է։ որտեղ այդ ամեն ինչին Գարեգին բին են, հա, բայց ասենք Կիլիկյոտունը ինքը եկեղեցիներ ունի, որոնց որ նշանակումները, այնտեղի քահանաները Իրան են ենթարկվում։ Սենց ասեմ, հա Լրակյաց ջան, ավելի կարճ, որպեսզի հասկանալի լինի։ Այսինքն գոյություն ունի երկրի ղեկավար եւ գոյություն ունեն մարզպետներ եւ ինքնակառավարում։ Հիմա սրանք եկեղեցին նույն ձևի են սարքել։ Գարեգին բն վրոդի կառավարիչն է, բայց գոյություն ունեն նաեւ մարզպետների նման ինչ որ հոգեվորականներ, որոնք իրանք են որոշում կայացնում, թե իրանք եկեղեցիներում Ներողություն եմ խնդրում, 1000 անգամ կարելի է, ես կներեք էլի որ հանել